Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում Կիրակ Նորյա դասեր հաղորդաշարն է, ես այսօր եւս կզրուցեմ մեկ հյուրի հետ, իմ գործընկեր Genesis Armenia ուղեղային կենտրոնի ղեկավար եւ հիմնադիր քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի հետ։ Շնորհակալ եմ Աբրահամ հրավերս ընդունելու համար, դու անցնենք, հա։ Չնայած ոնց որ լքում ես մեր շարքերը, գործընկեր ջան։ Լքում ես Աբրահամ Գասպարյանը, հարգելի հետևորդներ, օրեր առաջ հայտարարեց, որ մտնում է քաղաքականություն։ Այդպես չի, որ քաղաքական գործընթացների մեջ չենք եղել, ոչ միայն ես, այլ նաև դու, քանի որ եթերային էթիկայի կանոնները չեմ խախտում, բայց սովոր եմ, որ իմ գործընկերներին դիմել դուքով եթերում, բայց անմիջականությունը հաշվի առնելով կանցնեմ դուի։ Հա, անցնենք դուի ես, ֆորմատը նաև թույլ է տալիս։ Եթերից չեմ անհետանում, հայտարարել եմ, որ կլինեմ բացառապես հյուրի կարգավիճակով այսուհետև հեղինակային վերլուծական հաղորդաշարերը, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր հեռուստաընկերությունների եթերում ես ներկայացրել եմ, դա եմ դադարեցնում ու այո մտնում եմ իրական քաղաքական գործընթացների փուլ, ոչ թե որովհետև պետքա թերագնահատել մի գործը կամ մյուսը գերակայել մյուսին, ոչ, երկուսն էլ նույն ուղղությամբ են տանում, բայց կարծում եմ ժամանակն է եկել նաև այստեղ շատ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալու։ Չնայած վաղուց էինք սպասում, ավելի վաղուց։ Այո, կար այդ սպասումը, բայց տարբեր վերլուծությունների, տարբեր հաշվարկների եւ ճիշտ պահին այդ ամբողջը ազդարարելու ժամանակը հիմա էր, որը եկել է, կարծում եմ։ Առաջիկայում շատ ավելի փակագծեր բացելու հնարավորություն կունենանք, հիմա դեռ չես ուզում խոսես այդ մասին, բայց կուսակցություն չի լինելու, այլն, այսինքն ես հայտարարել եմ երկու կարևոր բան, կուսակցություն չեմ ստեղծում, գործում եմ ազգային պետականամետ դաշտում։ Դու դեռ դաշնակցության անդամ ես, չէ՞։ Գիտեք, այստեղ խնդիրը ոչ միայն կուսակցական դաշինքների եւ մնացած հարցերի հետ աշխատանքն է կամ այս մի ֆրոնտի հետ չաշխատելը, այդ մի ֆրոնտի հետ չաշխատելը։ Խնդիրը դրված հատկապես այս չարիքի իշխանության դեմ պայքարում, ոչ թե ընդգծել այս կամ այն քաղաքական ուժի ներդրումը, դերակատարումը, այլ մեր ռեսուրսը գիտամտավորից սկսած մինչև կազմակերպչական, մինչև առաջնորդության, մինչև ինչու ոչ ֆինանսական եւ մնացածը հավաքական առաջնորդության գաղափարը, որ անձամբ ես եմ առաջ քաշել եւ երկար ժամանակ խոսում եմ դրա մասին, դեռ հայրենիքի փրկության շարժումից սկսած։ Այսինքն այն նախատիպային նախամոդելը, որ կար, որը պետք էր հավաքական ուժերով մեկտեղելով գնալ այդ ամեն ինչին, քիչ թե շատ որ ստացվել է կամ չի ստացվել կամ օբյեկտիվ պատճառով, դա չէ իրականը, հիմա մենք չպետք է անընդհատ ասենք ինչու սա հաջողեց, սա ձախողեց եւ այլն եւ այլն։ Ունեցավ շատ լուրջ հաջողություն, այն իմաստով, որ կարողացավ մոբիլիզացնել եւ չունեցավ վերջնական հանգրվանը հաջողության, այսպես ձևակերպենք, որովհետեւ մեր բոլոր ընկերները գաղափարի ընկերները եղել են պատնեշի վրա, եղել են փողոցում, եղել են բանտերում, քրեական հետապնդումների ընդհանրապես եւ չի կարելի թերագնահատել կամ որևէ մեկին ասել դուք գործ չեք արել կամ ես չեք արել։ Արվել է գործ, շատ մեծ գործ է արվել, մեծ հաշվով հաջողության չհասցվել ինչ-ինչ պատճառներով։ Հիմա անդրադառնալով զուտ ձեր հարցին, ես կարծում եմ, որ այստեղ շատ ավելի շատ պետք է կենտրոնանալ գաղափարական ընդհանրությունների վրա, որովհետև կազմակերպչական եւ տակտիկական առումով մոտեցումները կարող են տարբեր լինել։ Սաթիկը ասի, որ ես գտնում եմ այս ճանապարհն է ճիշտ, Աբրահամը ասի այս ճանապարհն է ճիշտ։ Բայց քանի որ կա գաղափարական կոնսոլիդացիա եւ ձևակերպում ես հենց այդպես տվել եմ ազգային պետականամետ դաշտում, որտեղ դու կարող ես լինել ազգային, բայց չաշխատես քո պետության համար։ Սրանք այն բացերն են, որոնցից օգտվում է իշխանական քարոզչամեքենան եւ կարողանում է լցնել, հա, այդ վակուումները, որ առաջանում են։ Դրա համար մասնագիտական կատեգորիալ ապարատի ճշգրտման եւ ճիշտ օգտագործման առումով շատ զգուշ պետք է լինել։ Այսինքն բոլոր այն ուժերը, որոնք աշխատում են Հայաստանի համար, բոլոր այն ուժերը, որոնք աշխատում են Հայաստանի, Արցախի եւ հաջորդի ազգային պետական նպատակների եւ շահերի պաշտպանության համար։ Հիմա այս դաշտում գաղափարական եւ կազմակերպչական կոնսոլիդացիա ապահովելը ես համարում եմ անհրաժեշտ տրամայական։ Եվ խնդիրը չի վերաբերվում 2026 թվականին սպասվող ընտրություններին։
Խնդիրը վերաբերվում է այս ուժերի մարտունակության բարձրացմանը ցանկացած պահի, որովհետև ոչ միայն ներքին գործընթացներով պայմանավորված, այլև ռեգիոնալ եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մենք պատրաստ ենք լինենք ցանկացած սցենարի, ցանկացած զարգացման։ Պատրաստ ենք գուցե 2020 թվականից հետո տարբեր փորձությունների միջով անցնելով, տարբեր փորձանքների միջով անցնելով եւ տարբեր կորուստներ կրելով թրծվեցինք։ Բայց գալիք ավելի մեծ աղետ կլինի, թե ոչ ոք չի կարող այդ հարցի պատասխանը տալ։ Ձեր աչքի առջև բայց կանխատեսումներ կան։ Իհարկե կան, եւ այդ կանխատեսումների մասին եւ ձեր տաղավարում եւ քո տաղավարում քո հաղորդումների եւ քո գործընկերների հետ միասին մենք կանխատեսել ենք այդ ամբողջը եւ ցույց ենք տվել եւ իրականում այդպես է եղել։ Այդ թվում միջազգային այո, շատ հնարավոր փորձագետներ, մասնագետներ, այո, կանխատեսել։ Եթե կհիշես, վերջին անգամ մենք Թոմ Բարակի մասին ենք խոսում եւ Թոմ Բարակի Թուրքիայում, Ամերիկայի դեսպանի։ Եվ տեսնում ենք, թե այդ մարդը այդ անձնավորությունը, ես երկու մարդու անուն եմ տվել այս տարվա հունվարին ինագուրացիայից հետո Թրամփի եւ վերլուծական հաղորդումներից մեկում Ստիվ Ուիթկոֆի անունն եմ տվել եւ Թոմ Բարակի անունն եմ տվել, որ պետք է շատ ազգուշ լինել, որովհետեւ իրենք են, հա, այդ պրոքսի դերակատարները, այո, բանակցությունները տանողները կամ ինչ որ բան մեսիջներ բաց թողողները։ Այո։ Աբրահամ, որպես սպառեմ թեման, մի հարց էլ ես հասկանում եմ ու թերևս ամենաճիշտն է, հա, որ գաղափարական կոնսոլիդացիայի պետք է գնալ, որպեսզի հետագայում օրինակ եթե նույնիսկ մուտք են գործում պարլամենտ, տարաձայնություններ չառաջանան, հա, որովհետև եթե այդ գաղափարական հիմքը չի լինում, փլուզվում է, ըստեյության մասնատվում է եւ դրանից բան չի մնում։ Երկու հարցի, հա, անդրադարձի։ Նախ արդյոք դու կարծում ես, որտեղ շատերը ասում են ռեսուրս է պետք հիմնականում նկատի ունենալով ֆինանսը ինչ-որ process-ի մեջ մտնելու։ Չես կարծում դա կեղծ թեզ է։ Այո, ֆինանս պետք է, բայց նաև տեսնում ես, որ ֆինանսը չի գլխավորը process տանելու համար։ Այդպես չի, ես գոնե այդպես եմ տեսնում, որտեղ շատ հաճախ երբ որ օրինակ ասում են ֆինանս է պետք, ասում ես լավ, ենթադրենք ես ֆինանս ունես, ինչ ես անելու։ Ու այստեղ մեկ։ Եվ ամենակարևորը ես քեզ գիտեմ, ընդ որում Ռուստադիտողը ոչ միայն քեզ սիրում է քո հետևորդն է, դու ոչ միայն բազմահազարանոց լսարան ունեցող հյուր ես եղել միշտ մեր նաև բոլորիս տաղավարներում, այլ նաև մեծ հետևորդներ ունեցող եւ նաև որպես լրագրող, հա, նույնիսկ քո լրագրողական վերլուծական գործունեության մեջ։ Ու մենք գիտենք, որ դու միշտ այդ ազգային գաղափարները կրողն ես եղել։ Ես տեսնում եմ հատկապես 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ որ արդեն այդ բեկումը տեղի ունեցավ եւ հասարակության մեջ հատկապես եւ ԿՊ-ն զիջեց իր դիրքերը հատկապես 20-ից հետո, արևմտյան որոշ կենտրոններ սկսեցին ֆինանսավորել որոշ անհատների, այսպես Նիկոլ 2 պրոյեկտ էին անում եւ նրան ներկայացնում էին ազգայինի, այսպես ասած, փաթեթավորմամբ։ Ու հիմա չեմ ուզում անուններ տամ, որպեսզի չգովազդենք հետ նաև, հա, բայց արդեն սանդղակներում են վարկանիշային հայտնվել եւ այլն, եւ նրանք, այսինքն Նիկոլ պաշտպանելով, Նիկոլ բերելով, իրենք նույն բանն են անում, ցեղ շպրտել նախկին 3 նախագահների նախկինների վրա, հակառուսական թեզերը առաջ մղել, բայց ազգային փաթեթավորմամբ, հա, օրինակ ասենք բանը Ալիևի հետ կոշտ, Ալիևին կոշտ բառերով դիմել եւ այլն։ Այսինքն վտանգ կա դրսից ինձ կարծիքով, այս իրենց հուշարարները ասել են, որ պետք է ներկայանալ ազգային փաթեթավորմամբ։ Ոնց պիտի սովորական մարդը տարբերի իրական եւ կեղծ ազգային դիրքերից ներկայացողներին։ Շատ կարևոր հարց է։ Այս երկու հարցերը, հա։ Շատ կարևոր հարցեր ես տալիս, առաջինն անդրադառնամ։ Ինձ թվում է մենք ոչ թե ռեսուրսի հետ խնդիր ունենք Սադիկ։ Մենք խնդիր ունենք ամբիցիաների հետ։ Երկու բան է անհրաժեշտ սովորաբար քաղաքական գործընթացում ոչ ֆալշ ստարտ տալու եւ նորմալ ընթացք ապահովելու համար։ Առաջինը ռեսուրսը, երկրորդը ամբիցիաները։ Այս երկուսի ճիշտ դաշինքը, խաղաղ դաշինքը մեզ հնարավորություն կտա առաջ գնալու։ Այսքան ժամանակ դա չի եղել։
եւ այսօր շարունակվող այսպես կոչված պարակտումները կամ ոչ միասնական ընդդիմության դաշտում ընդ որում ոչ միայն խորհրդարանական Նաև արտախորհրդանական, այո, ամբիցիաները կան, առաջին այս 5-6 տարվա ընթացքում, դե հիմա ես խոստացել եմ, որ շատ փակագծեր չեմ բացել, բայց ես օրական տասնյակ առաջարկներ եմ ստանում հարյուրավոր գործիչներ, ռազմահայրենասիրական կազմակերպություններից սկսած, ինչը չգիտեմ ինչ հիմնադրամներ եւ այլ գալիս են մեր գրասենյակ եւ առաջարկներ ան, երբ որ մարդուն ասում ես, լավ, դու նպատակդ ո՞րն է այս ամեն ինչի Օրինակ մարդ կար, հիմա մի փակագից բացեմ, զուտ որ այդ դաշինքի, հա, ռեսուրս եւ ամբիցիա դաշինքի պարադոքսալ վիճակը մենք Ռեսուրս ասելով ֆինանսը չէ նկատի ունեն հիմնականում այո։ Ես օրինակ կարող եմ դնել գիտամտավոր պոտենցիալ, կարող եմ դնել հեղինակություն, կարող եմ դնել, չգիտեմ, կազմակերպչական ունակություն, առաջնորդության տաղանդ եւ այլն։ Դու կարող ես դնել ֆինանս։ Հիմա ես հարց եմ տալիս, ասում եմ Դու գնացիր հանդիպեցիր X պաշտոնյայի հետ Եվրոպացի եւ եղել է այդպիսի զրույց եւ անուններ չեմ տալիս բնականաբար Այսինչ պաշտոնյան քեզ կանչել է ասում ես Պողոս Պողոսյան Ես ուզում եմ քեզ տեսնել օրինակ Նիկոլի տեղում Հիմա ես էլ հարց եմ տալիս Պողոս ջան քեզ Այդ մարդը քեզ հարցրեց Ղարաբաղի հարցում Արցախ հավաքական վերադարձի հարցում քո դիրքորոշումը ո՞րն է Նո, արևմուտքի ներկայացուցիչներ են հիմնականում։ Ասում դու ինչ պիտի առաջարկես Նիկոլից ավելի ստոր բան պիտի առաջարկես, որ իր ընտրությունը կատարվի քո վրա։ Կամ դու գնում ես ինչի հնարավոր է դրանից ստոր։ Հա, հենց դա եմ հարցնում, ասում։ Օրինակ ինքը քեզ պիտի հարցնի, ասի դու ինչ ես մտածում Հայաստանի անվտանգային համագործակցության ձևաչափը ինչպես ես պատկերացնում, այսինքն դու ՀԱՊԿ-ից դուրս պիտի գաս, թե դու ինչ ես ասելու այդ մարդկանց։ Չէ պիտի ասես ես ՆԱՏՕ-ական եմ կամ հավատում եմ, որ ՆԱՏՕ-ն պիտի գա։ Այսինքն երբ որ տեսնում ես, որ այս ամեն ինչի հետևում տակը գաղափարախոսություն չկա, այստեղից էլ երկրորդ հարցի դեմ ուզում գա, որ այդ փուչիկները, որ ստեղծում են որ մի հատ ասեղով ընդամենը հնարավոր է ցակել, չգիտեմ ինչ ազգային փաթեթավորում, մենք խոսում ենք ազգային մասին, կոռեկտ չի, ոչ դու ես քո կյանքում թույլ տվել, ոչ ես եմ թույլ տվել, գործընկեր այսպես լրատվամիջոցների սնկի պես աճող, հա, դրանց մասին խոսել։ Շուտ պայթեցին։ Այսինքն այնպես չի, որ իրենք էլ են խելոք։ Օրինակ մի քանի լրատվամիջոց կա, որոնք կոնկրետ վերջերս ABC մեդիային որպես մրցակից են հայտնվել ազգային դաշտում, եւ ես շատ լավ գիտեմ դες շոուների ժամանակ ինչեր են խոսում, խնդիր էին դրել պայթեցնել այդ ազգային, հա, թեմատիկան եւ այլն, բայց օրինակ սեպտեմբերի 19-ին հայոց 21-րդ դարի երկրորդ տասնամյակի մեծագույն ողբերգության օրը, Արցախի հայաթափման օրը, իրենք իրենց լրատվական թողարկումը հիմնական։ Գիտես ինչով են սկսել։ Հենց այդ քո ասած այդ ազգային փաթեթավորման, որ իրենց, չգիտեմ, 100,000 անոց հետևորդներ ունեն YouTube-ում, ոչխարների մորթիներով գայելեր, եղանակի տեսություն, Սաթիկ ջան, ու այդ մարդիկ, որոնց մասին դու խոսում ես, իրենք հավակնում են ազգային դաշտը վերցնել իրենց ձեռքը, մեր ժողովուրդը հիմար չէ, ինքը շատ լավ տեսնում է, ինքը շատ լավ գիտի, դու էլ որպես 100 տարվա լրագրող, հեռուստալրագրող, շատ լավ գիտես կադրի արժեքը, կադրի գինը, դու միշտ երիտասարդ ես անում։ Տարիքս ասեք, բայց ոչինչ։ Հա։ Այսինքն մարդը երբ որ անկեղծ իր աչքերը էկրանին տալով, հա, այսպես ինքը հուզվում է Արցախ բառը ասելիս սեպտեմբերի 19-ին։ Ժողովրդին դու չես խափի մնացած կապիկություններով հազարներողություն։ Կամ ինչ է նշանակում դու լուրջ եղանակի տեսությամբ պիտի սկսես կամ քաղաքապետարանի ես ինչ որոշմամբ դու ում ես զերարում պարշի որ շուտ ես պայթել եւ ոչ մի նշանակություն չունեն այդ միլիոնները այդ ֆինանսական ռեսուրսները որ դու դրել ես այս ամեն ինչը որտեղ բոլորս էլ հասկանում ենք որ քաղաքական գործընթացը առանց մեդիա աջակցության մեծ հաշվով հաջողության չհասնելու հիմա իրենք բերել են այդ ֆինանսները ներդրել են հա այս դաշտում ամենավերջին տեխնիկան են բերել ամենավերջին տեխնիկան ես ընդཐུպ գիտեմ ով է մատակարարողը որքան գումար են դրել բայց այդ ամեն ինչ աշխատացնելը պետք չէ
Իհարկե, ֆինանսը չի հասկանում ես, կարող է ֆինանսներ եւ 7 կա բերել հազարներ հողություն, բայց քաղաքական գործիչների դեպքում, հա, երբ որ ասում են ռեսուրս, հա, մի բան անդադ ասում են, թող մեզ ռեսուրս տան, այսինքն ռեսուրս տան, որ իրանք պարգան, դից չի լինում։ Ինչ է կանելու այդ ռեսուրսով։ Հենց դու էլ ասեցիր։ Այսինքն նույն այդ խնդիրը լրատվադաշտից բերենք քաղաքական դաշտ հասկանանք։ Բերեք ցանկացածին։ Մարդ եթե ուղն ու ծուծով ինքը ազգայինի կրողը չի, Սաթիկ ջան, այդ կապիկությունը մի անգամից կերևա, որովհետև մարդու մեջ որ ազգայինը նստած է լինում, դա գեներով է գալիս, գիտակցությամբ, ապրելակերպով, համոզումներով, դա այդպես է։ Դա հանդերձանք չի որ տաս, ասես հակի այսօր, հեսա կպայթի, շուտ կպայթի, եւ այդ փուչիկները սկսել են արդեն պայթել։ Հասարակ բան ասեմ, ես գիտես ջերմաչափը որն է։ Ես ոնց եմ զգում։ Նախ քաղաքագետները, որոնք երկար տարի, հա, այսպես տարիներ այս process-ների մեջ են ուսումնասիրում, նախ ողնաշարով ենք մենք զգում այդ ամեն ինչը, մարդու կեղծ թեզեր կրող լինելը կամ անկեղծ լինելը միանգամից զգում ենք, եւ երկրորդը ես հենց հայտարարեցի իրական գործընթացների մասնակից դառնալու մասին, միանգամից հենց այդ ազգայինի քողի տակ հանդես եկող իրականում պրոնիկոլական իշխանության արբանյակ հանդիսացող տելեգրամյան ալիքներ եւ այլն, գիտես ինչ սկսեցին տարածել։ Հարձակումներ քոդե։ Այդ հարձակումները իրենց հերթին, որ ես եմ եղել պատճառ, որ Բագրատ Սրբազանը նստի։ Ու հասկանում ես, այսինքն այդ լրատվամիջոցը ինքը իրեն միանգամից պայթեցրեց։ Միանգամից, ու ես գիտեմ որտեղից է գալիս դա, որտեղից են սվում։ Հիմա թող բերեմ միլիոնավոր դոլարներ դնեն այս գործի մեջ։ Ում են աճեցնելու։ Թող բերեն Նիկոլին եւ այս իշխանությանը դարձնեն, գիտես ինչ, ադամանդակուր։ Ու թող մատուցեն հասարակության, որ տեսեք ինքը հանուն ազգի, հանուն պետության, հանուն չգիտեմ ինչի եւ այլն անում է։ Մեր ժողովրդի չեմ կարծում, որ վերջին ճակատագրական սխալը անի, որովհետեւ Նիկոլը արեց այն, ինչ ոչ ոք չի արել այսքան ժամանակ եւ հատեց բոլոր սահմանները։ Այսինքն դու ժողովրդին էլ չես զարմացնի, ոչ մի տեխնոլոգիայով։ Հա, բայց հաճախ ֆիլտրերը չեն կարողանում աշխատեն, հա, մարդկանց, օրինակ ես տեսնում եմ ու այդ մասին բարձրաձայնել եմ, ինչ են անում, հա, ընդ որում դա հատկապես Բրիտանիայի հետ կապ ունեցող անհատների ու մաների դեպքում է աշխատում, տեսնում եմ այդ գործիքը, ասենք տարբեր YouTube անալիքներով ինչ որ գուշակների հանել, խոսացնել իրանց մասին ու ասում են հաջորդ վարչապետը նա է լինելու, չգիտեմ, էսա լինելու, նա այսպես պատասխանեց Ալիևին, նա այսպես կպատասխաներ Ալիևին, նա տեսեք Նիկոլ Փաշինյանի մասին ինչ ասեց, գուշակների բանակ։ Ես գիտեմ, որ աշխատում է, դա եմ ասում, հասկանում եք, այսինքն այդ գործիքները իհարկե անցում կատարելով հիմա էլ ես տեսնում եմ շատ մեծ գործիքներ են ներդրել ահռելի չափի, որպեսզի մոռացության տան ամեն ինչ կապված է մեր ինքնության հետ։ Ընդհուպ մինչև երեք մի զրուցակից ինձ հետ մտերիմներից պատմում էր, որ նույնիսկ տաքսիստներ կան, մարդիկ կան, որոնք հենց նույն բառապաշարով են ասում, հա, օրինակ ասում են, հա ինչն է սխալ ասում, Արարատ սարը հո մերը չի։ Մեր տարածքում, հա, այսինքն հասկանում եք ինչ են ասում։ Այս թեզերը գլոբալ խնդիր են լուծվում, հա։ Գլոբալ խնդիր։ Վերջին վերլուծականը հենց այդ բան արեցին, Նիկոլ մի խնդիր ունի, Սաթիկ առաջիկա 9 ամսում լուծելու, 8 ամսում մինչև նախընտրական քարոզարշավ կմեկնարկի։ Ինքը պատրաստ է ամեն ինչի գնալ, միայն թե անցած 5 տարվա ընթացքում memory card-ը մեր ժողովրդի դատարկվի, հիշողության քարտը դատարկվի։ Այսինքն եկեք նայենք դեպի պայծառ ապագա, ինչ եղել է, եկեք ներենք մեկ-մեկու, այդ չագուշներ կվերցնի ձեռքը, ու կոռուպցիոներներ, թալանչիներ եւ այլն այս կոմենկում նույն բանն է կրկնելու։ Այդ դրա հետ կապված, որ աշխատած տարբերակ, որպես քեզ չթվա, որ դա միայն բրիտանացիներն նույնստեղ են օգտագործում։ Ես այս տարբերակը, որ դու ասում ես, ականատես եմ եղել դրան ուղիղ 27 տարի առաջ Սիրիայում։ Հիմա քեզ մի դեպք պատմեմ, որ պատկերացնես։ Մոսադի հետ են կապում նաև, չգիտեմ։ Մի դեպք պատմեմ այդ գուշակների բաների հետ։ Ինքը աշխատող տարբերակ է։ Ուրեմն կար մի հայտնի հաղորդավարուհի,
որը հետո պարզվեց, որ կապ ուներ իշխանության հետ, Սիրիայի մասին է խոսքը, դե այդտեղ իշխանություններից բացի ուրիշ կետ հնարավոր չէ։ Ուրեմն բերել էին մի գուշակի, այսպես ասած, որը իբր սկզբնական շրջանում եղանակի կանխատեսումներ էր անում, չգիտեմ ինչ կանխատեսումներ եւ այլն, կամաց աճեցրին, մինչեւ քաղաքականի հասցրին։ Այդ ժողովրդին կապեցին այդ ասեղին։ Ժողովուրդը նստեց այդ ասեղի վրա, սկսում էր հավատալ։ Ժողովուրդը հավատում էր, ովա, այսինչ կինը ասեց եւ այլ եւ այլ։ Եվ ինչ պարզվեց, իշխանությունը այս կնոջ միջոցով, այսինչ նախարարին ազատելու կամ մյուսին նշանակել վերաբերյալ մեսիջները հենց այդ գուշակի միջոցով էր փոխանցվում։ Դա դարձավ հետո սկանդալ, իհարկե 2 տասնամյակ հետո բացահայտվեց, հաղորդավարուին բավական տարիքով մեծա, Ոյս վերջերս այդ բացահայտումները արեց, թե ինչպես են իրեն կանչում կաբինետ, ասում են, այսինչ նախարարության կոռուպցիոն, չգիտեմ, սկանդալներ բացահայտելու վերաբերյալ այսինչ բանակ ասեցի, ժողովուրդը հավատում էր։ Հիմա նույն սխեման այստեղ կիրառում են, ուղղակի 25-30 տարի հետո։ Այս ամեն ինչը պարզ է, այս ամեն ինչը նորմալ է, իրանք պիտի անի, ես չեմ մեղադրում իրենց։ Աբրահամ, դու տեսնում ես, որ իշխանությունների ներսում այդ գործակալական ցանցը, հա, ու որ հաճախ այսպես զրույցներում մասնագետներն էլ են նշում, հա, ու ֆորում քպայականներ որոշ, որոնց ինչ որ կենսագրությունից մի հատված կապված է Թուրքիայի հետ կամ այլ երկրների հետ, տեսնում ես դու։ Դա մեզ ինչ է տալու։ Ես հարցին մյուս կողմից մոտենամ։ Եթե դա նպաստելու է Նիկոլի հեռացմանը կամ այս իշխանության ողմակի հեռացմանը, ես փորձեմ հավելյալ կշիռ տալ այդ փաստին, ասեմ ինչու։ Իմ նպատակը այս մարդիկ չեն։ Եվ հավատում եմ քո նպատակը, մեր դաշտում գտնվող մարդկանց նպատակը դա չի։ Ես անձնապես խոր եւ համապարփակ 1000 արտահայտությանս համար անտեսած ունեմ նրանց։ Որտեղ ինձ իմ երկիրն է պետք։ Իմ երկրի հեռանկարը։ Եվ իմ ժողովրդի հեռանկարը առհասարակ այս տարածաշրջանում գոյաբանական խնդիր է։ Ես մի քանի առիթով ասել եմ, ինքս տիրապետում եմ շատ արժեքավոր ինֆորմացիայի, թե այս ողմակի կարկառուն ներկայացուցիչներից ովքեր 2014 թվականից սկսած ում հետ որտեղ որ հյուրանոցում կոնկրետ ասեմ նա Իզմիր, Ալանիա, Թբիլիսի, Վիեննա այս քաղաքներում ադրբեջանական եւ թուրքական որ ՀԿ-ի անվան տակ ներկայացուցիչների հետ հանդիպել են, որ հյուրանոցում ջեր են քննարկել։ Ես այդ ինֆորմացիան տիրապետում եմ։ Բայց եւ գիտեմ ցանցը, ով որտեղ է սովորել, ով է մոտեցել, ինչ են արել, ինչ չեն արել, հետո այդ ամեն ինչը ինչպես պատտվեց իրենց դեմ ներողություն։ Վերջերս եթե նկատեցիք Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնում, մենք ոչ թե հպանցիկ պիտի անցնենք այդ ելույթի վրայով։ Սա կանդրադառնանք, այլ։ Բայց շատ հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում ադրբեջանցիները, որը բնիկ թուրքական է, որը բրիտանական է։ Տեխնոլոգիան հետևյալն է, անտեսում են քո խնդիրը, քեզ են անտեսում ընդհանրապես, շրջանցում են քեզ, շատ հպանցիկ են անդրադառնում քեզ ոչ որպես գործոնի, այլ որպես գործիքի, եւ այդ ընթացքում քարոզչական լուրջ աշխատանք տանելով հիմա օրինակով կներկայացնեմ աշխարհին առաջ քեզ դեմոնիզացնում են, ինչպես Արցախի հետ տեղի ունեցավ։ Ես 2012 եւ Հայաստանում եւ դրսում։ Հիմա երկու օրինակով խոսեմ։ Ես 2012-13 թվականներին իմ մի խումբ գիտնական ընկերների հետ, պրոֆեսորական կազմի հետ, քաղաքագետների հետ աշխատում էի շատ լուրջ պրոյեկտի վրա Ժնև պետական համալսարանի հետ եւ լուրջ գիտական հոդվածների շարք հետո գիրք դարձավ իհարկե, տպեցինք ընդհանրապես ինքնության դերը պետության արտաքին քաղաքականության մեջ դա էր եվրոպացիներին հետաքրքիր, թե ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում ինչպես են մտածում։ Եվ այդտեղ շատ 2 տարվա լուրջ աշխատանք էին կատարել, 3 ամիս այդ աշխատանքը հայկական կողմից դադարեցվեց, մեր կողմից պրետենզիան իմն էր։ Ինչու՞։
որովհետև իրենք չէին ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտություն, ասում են ինքնահռչակ հանրապետություն։ Տերմինի հարցեր։ Ինքնահռչակ, այո։ Ես էլ երբ որ համեմատական կոնֆլիկտոլոգիայի դաշտում իմ հետազոտությունը անում էի, շատ հետաքրքիր բան արեցի, նույնը արեցի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության վերաբերյալ։ Ասի տեսնեմ եվրոպացի արձագանքը ինչպես կլինի։ Եթե դուք մեր ասում եք ինքնահռչակ, ապա դա պիտի ուրեմն, հա, եթե տերմին է, Եվ այդտեղ հանդիպեցինք շատ լուրջ խնդրի, ադրբեջանական լոբին եւ թուրքական լոբին շատ լուրջ աշխատանք էր տանում եվրոպական գիտական շրջանակներում այդ հարցը անտեսելու եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն ներկայացնել որպես օբյեկտիվ իրականություն հենց Եվրոպայի սրտում։ Ինչ արեցին իրենք 2011-12 թվականից սկսած շատ լուրջ նարատիվ ձևավորեցին Արցախի հետ կապված միջազգային բոլոր հարթակներում։ Ասում որ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետություն Ադրբեջանի տարածքում։ Դες 15 տարվա քաղաքականություն, 20 տարվա մշակված քաղաքականություն բոլոր ֆրոնտներով, ապավինելով նաև թուրքական լոբիստական ռեսուրսին, սկսեցին մատուցել, որ դա Ադրբեջանի տարածքում ինքնահռչակ հանրապետություն է եւ այլն, վերջում փաստը եղավ այն, որ Նիկոլ նման մարդուն դրեցին իշխանության կամ եկավ իշխանության եւ այդ ամեն ինչը դարձավ իրականություն։ Հիմա նույնը անում են Զանգեզուրի հետ կապված, Սյունիքի հետ կապված։ Ինքը չի ասում է, ինքը ասում է Թրամփի ուղի Զանգեզուրի միջանցքով ինքը անտեսում Հայաստանի գործոնը։ Հայաստանի ֆակտոր չկա, այդտեղ կա Զանգեզուրի միջանցք հասկացություն։ Ինչու է դա անում, որպեսզի արդարացնի հաջորդ նարատիվը, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նարատիվը արդարացնի եւ լեգիտիմ հիմքերը սկսի ձևավորել ամբողջ աշխարհում, հետագայում Սյունիքը ապահայկականացնելու կամ ագրեսիան արդարացնելու ուղղությամբ։ Ինչ 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը եղավ սեպտեմբերի 27-ին, հիմա շատերը կարող են մոռանալ, բայց ես չեմ անդրադառնալ ոչ պատերազմական գործողությունը, բայց մեկ կարևոր հանգամանքի սեպտեմբերի 27-ին Սաթիկ ջան 20 թվականի ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր կոնգրեսմենների սեղանին դրված էր ամբողջական հետազոտություն անգլերենով այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության դեստրուկտիվ գործոնի մասին։ Ով էր պատրաստել դա։ Ադրբեջանցիք ամերիկյան լոբիստական խմբավորման միջոցով եւ դրան շատ շուտ էին պատրաստվել։ Մի օրում չեն տպում այդ ամեն ինչը հասցնում այդտեղ։ Եվ ես սա ժամանակ առնյութում էի փաստը հրապարակեցի շշմելու բաներ։ Այսինքն մարդիկ ամիսներով աշխատել են, պատրաստել են այդ ամբողջ փաստաթղթերը, որ հայերը օկուպանտ են եղել, հայերը կոտորածներ են արել։ Արտակը Բեգլարյան, Արցախի պետնախարար եւ մարդու իրավունքների պաշտպան ինձ հետ զրույցում շատ կարեւոր հարցազրույց տվեց եւ պատմեց թե ինչպես է եղել Լուիս Բոնոն, Միացյալ Նահանգների ներկայացուցիչը ԵԱԿ Մինսկի խմբի, դրանից առաջ էլ շոֆերը ազգանունն է, հա, ներկայացուցիչ, ինչպես են ասել, պիտի գնաք հպատակվեք։ Ուղղակի պիտի գնաք հպատակվեք Ադրբեջանի։ Ինչ իրավունքներ, ինչ ինքնորոշում, ինչ անվտանգություն, հենց այդպես։ Պիտի գնաք հպատակվեք եւ վերջ։ Rand Corporation-ը կա, որ Ամերիկան ամենաառաջատար մեծ հարցազրույց էր տվել, այո։ Ուղղային կենտրոններից մեկն է 2019 թվականին հստակ իր հետազոտության մեջ ընդգծել էր այն երկու կոնֆլիկտային թեժկետեր, երկու կետերը, որտեղ հնարավոր է թեժացնել եւ Ռուսաստանի ազդեցությունը թույլատրել Ուկրաինան եւ Արցախի երկուսն բնականաբար եւ դա զուտ հեռուստալսարանի համար ամերիկյան ուղղային կենտրոնների մշակած վերլուծած տվյալները դրվում են որոշումների ընդունման կենտրոնների սեղանին եւ մեծ մասամբ դրանք կյանքի են կոչվում։ Այսինքն այդ խորհրդատվությունը ավելի շուտ ունի վճռորոշ նշանակություն։ Եվ այդ մարդիկ 2015-ից ասել էին, երբ որ մենք բարեին բռնում սրանք, հա, Շուշիում, Հայաստան, Արցախի վերջ եւ այլ, այդ մարդիկ զգուշացնում են դրա համար բոնոների հայտարարությունները մեզ համար
ինձ համար անձամբ նորություն չէ։ Չէ, ես պատմում եմ այդ պատերազմի օրերին, ինչ են արել, այսինքն մարդիկ ասել են անվտանգություն է պետք ապահովել, ինքնորոշում եւ այլն, եւ բացի այդ եւ Փաշինյանը, նրա թիմը եւ Ալիևը ինչ է անում, ներկայացնում է որպես տարածքային վեճ, հասկանում եք Արցախի, այսինքն էլ որ Սումգայիթ է եղել, որ ջարդեր է եղել, կոտորածներ է եղել, ցեղասմանել են եւ այդ, դա չէ, իրանք տարածքային վեճ են ներկայացնում։ Պատերազմի ժամանակ սկզբնական օրերին իտալական, ֆրանսիական եւ ռուսական մամուլի տարբեր ներկայացուցիչներ կային այդտեղ եւ երբ որ կադրից դուրս իրենց այդ խոսումներ իրենք հենց այդ նույն մտածումով էին եկել Սաթիկ ջան իրենք էլ գիտեին որ սա պատերազմի տարածքի համար այդ մարդկանց վրա աշխատել են մենք միայն Հայաստանն ենք դիտարկում մեզ թվում է որ Նիկոլը եկավ եւ այսպես չէ, այս մարդիկ շատ ավելի լուրջ աշխատանք են տարել։ Դե բա դաշտային աշխատանք անում են, հետո բերում են։ Կիրառեցին այստեղ ուղղակի։ Զուտ մեր կոնֆլիկտի հետ կապված, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված, այսպես ասեմ, դրսում իրենք լուրջ աշխատանք են տարել։ Եվ բոլոր մեդիաներն իրենք համոզել են, որ այստեղ քրիստոնյաները այսպես կոչված բան են անում, հա ոտնձգություն են կատարում իսլամական բանի նկատմամբ, հա, կրոնի, օրինակ իմ նաև այդ դաշտում ակտիվությունը ինչով էր պայմանավորված, որովհետև ես շատ լավ հասկանում էի վտանգը որտեղից է գալիս եւ որի դեմը պետք է առնել, որտեղ պետք է ստոպ տալ, որովհետև այս փոքր տարածաշրջանում, այս մեծ պատերազմի համատեքստում կարմրացնես նաև իսլամական աշխարհի։ Այսինքն կրոնական բանի վերածես, պատերազմի վերածես Դու պատկերացնում ես մենք դերատակից ոնց ենք դուրս գալու չէ հնարավոր չէ ես շատ բաներ մասին չեմ խոսում Սաթիկ ջան մանավանդ ասենք նայում ես մենք ինչ երկրներով ենք շրջապատված եւ պատկերացնում ենք այդ բանը գնար այդ թեզը առաջ մղել Օրինակ դու գիտեիր որ քան որ ես քո եթերը շատ եմ հարգում միշտ առաջին ինֆորմացիաները այսպես քո եթերի միջոցով ունեցեմ ես Արցախում էի բայց կարողացանք կանխել Պակիստանի ամենածայրահեղ կրոնական կազմակերպության հայտարարությունը Արցախում ջիհադի հետ կապված Այդ ժամանակ Աբրահամը հիշում եք, հա, միջազգային լրատվամիջոցների հետ շատ ինտենսիվ աշխատում էր հայտարարում Սաթիկ ջան Արցախում ջիհադ հայտարարել դու պատկերացնում ես ինչ բան է իսլամական աշխարհի համար Բա ոնց դեմը դառնեինք Կանգնենք տայինք սրանց հույսին մնայինք Ինչ էր, ինչպես հասկացար, ինչ էր Ես ոչ անուններ կտամ, ոչ լուծումներ, բայց ընդհանրապես մի գիծ ասեմ, որ եթե մենք մեր կապերը չօգտագործեինք, անձամբ ես իմ կապերը չօգտագործեի եւ չհասնեինք Սաուդյան Արաբիայի թագավորական արքունիք մեր կապերի միջոցով շատ բան ավելի վատը կլիներ, քան որ մենք պատկերացնում ենք։ Ձեզ թվում է, որ ինչ է հիմա Ադրբեջանի գերիների փոխանակման հարցում ինչի այդ երկու սիրեցիներին ուզում։ Բա լիքը հարցեր կան, որոնց մասին հիմա պետք չի խոսել։ Ասածս այն է, որ իրենք շատ լավ էին պատրաստվել այս ամենը։ Դրանով է նաև պայմանավորված Բեյրութահայ, Սիրիահայ տղան, որ Բեյրութահայ, հա, իրեն ահելու հետ։ Այո, նաև, բայց դա ընդհանրապես մեկ էլեմենտ է։ Այստեղ շատ ավելի լուրջ ինֆորմացիա։ Այս մարդիկ, որոնք պահվում են այստեղ, այդ երկու սիրեցիները։ Ոչ թե արժեքավոր ինֆորմացիայի կրողներ էին, այլ առանցքային ինֆորմացիայի կրողներ են։ Ու ես այդ ամբողջ ցանցը իրենց որ տեսել էի, բացահայտել էի, գիտեի ինչպես են աշխատում եւ տեսել էի մեր տղաների սխրանքներով, թե դրանք ոնց ոչնչացվեցին հատատ։ Մեր վիճակը շատ ծանր էր։ Շատ, բայց փառք ու պատիվ մեր տղերքին, որ իրապես կարողացան դեմ առնել։ Քեզ թվում է Լիբիայից ու Սիրիայից վարձկանները։ Այդ վարձկանները հենց այնպես փողոցից բերած մարդիկ էին։ Դες ինչ պատրաստություն էին անցել դաշտային պայմաններում։
Գիտես, օրինակ իրենց ինստրուկտորները ովքեր են եղել։ Ովքեր։ Օրինակ Իրաքյան Քանդիլում թուրքական բանակի կողմից մեծ ճանապարհ անցած ինստրուկտորներ են եղել։ Ձյուն, համար, ձմեր, կապ չունի իրենց համար։ Լուրջ պատրաստություն անցած, բայց մեր տղերքը դեմ կանգնեցին, դեմ դրեցին այդ ամեն ինչին։ Այս մեր վիճակը ընդհանրապես շատ վատ էր։ Միայն այն, որ ես ինտենսիվ դեմ չենք կան։ Ինտենսիվ 24/7 ռեժիմով կարողացանք գոնե մեդիայի եւ քաղաքական առումով այդ հայ-ադրբեջանական հակամարտության այսպես կրոնական ուղղությունը պարզապես անտեսել եւ թեման փոխել, որպեսզի նարատիվ չձևավորվի, որովհետեւ իսլամիստների վերակենդանացման համար հակահասադյան պայքարի շրջանակում պատկերացրու մենք Սիրիայում, Լիբիայում կռիվ են տալիս, իրենց կենսունակության նոր դաշտ է պետք, ու Ադրբեջանը ճիշտ էր օգտագործում, դա ասում էր եկեք այստեղ ձեր կրոնական կրքերը բավարարելու լավագույն վայրն է Արցախը, բայց փառք Աստծո, որ այդ ամեն ինչի դաշտ չմտանք մենք։ Այսինքն Պակիստանը պատրաստում էր նման հայտարարություն անել։ Պակիստանը պետությունը որպես այդպեսին չէ, որովհետև ինքը աջակցում էր, բայց ոչ պաշտոնապես հայտարարություն է։ Եվ միշտ է Հայաստանի դեմ արտահայտել, միշտ։ Այս այլ թեմա է, թե ինչ հարաբերություններ են հաստատում։ Պակիստանում կան ծայրահեղ խմբավորումներ, որոնք սնուցում են այդ ամբողջը։ Նայ, սա մեծ ցանց է, շատ մեծ ցանց է։ Ընդհանրապես արաբերենում կոչվում է այսպես իսլամիստական մախինացիա, որը ձգվում է Եգիպտոսից, որը մուսուլման եղբայրների այսպես քնած բջիջները անցնում է Սիրիայով, Լիբանանում որոշ հատվածներ հյուսիսային շրջանում, որոնց հովանավորում է Թուրքիանի դեմ, Սիրիա, ծոցի արաբական երկրներ, Սաուդյան Արաբիա, Կատար։ Էմիրությունները օրինակ զսպել է, Քուվեյթը մտնում, այսպես։ Շրջանցում է Իրանը, գնում է մինչև Հնդկաստան, Պակիստան ընդհանուր, այսպես ասեմ։ Այդ ցանցը Սատիկ ջան միշտ ինքը կենսունակ դաշտ է ման գալիս դրսևորվելու։ Օրինակ Աֆղանստանից հետո դա Բալկանյան դաշտն էր։ Ինչ արեցին Աֆղանստան խորհրդային միության կազմակերպումից հետո այդ մարդկանց տարան այդտեղ։ Հետո կամաց Իրաք, Իրաքից հետո բերեցին Սիրիա, պատերազմը սկսվեց արաբական գարնիվան։ Հիմա ուր պիտանին է սրանց։ Նոր դաշտում իհարկե, մեկ էլ Ուկրաինա։ Այսինքն այն կապիտալը, որ Դեստեցյան Ալիևը իբրև թե հակահաբեկչական գործողություններ էր կատարում, չէ՞, sense հետո սկսեցին այդպես ներկայացնել նաև էլի աշխարհին։ Միշտ բռնապետությունները միշտ բոլոր բռնապետությունները իրենց բանտերում մի քանի terrorist-ը պահում են ճիշտ պահին, հարմար պահին, այսպես ասպարես անելը։ Միշտ։ Հիմա գիտես, քանի terrorist կա օրինակ Բաքվի բանտում։ Երբ որ կարիքը լինի Իրանի հետ հարաբերությունները վատացնելու կամ բարելավելու, կտրուկ, այդ մարդիկ հանկարծ մեջտեղ են գալիս հայտնվում են։ Ինչպես վարվեցին Սունգայիթում Մարաղայի կոտորածների ժամանակ, Բաքվի կոտորածների, նույն գիծն է գնում։ Նույն սխեման։ Նույն սխեման է ամբողջությամբ իրենք ունեն, չգիտեմ, այդպես Սատիկ Սեյրանյանի տուն։ Հետևում Աբրահամ Գասպարյան, ով է, ով չէ, երբ է գնում, երբ է գալիս, բարեկամները, հարազատները, գիտեն թույլ կետերը, ուժեղ կողմերը, որտեղ պետք է նեղել։ Այս մարդկանց ոնց պետք է բաց թողել բանտից, համաներում շնորհել, գնացեք հավիրեք։ Արցախ իրենց համար 1915 թվականի նման դարձել էր գույքի եւ կանանց են վերաբերվում հարցը գույքի եւ հարեմի ձեռքբերման լավագույն դաշտ։ Մենք չհասանք դրան։ Մենք կանխեցինք դա, որովհետեւ ես վերմակը իմ կողմ չեմ քաշում, իմ մասին չեմ խոսում։ Ով որ պետք է արեց դա։ Բայց եթե մենք մտնեինք այդ դաշտ, Սատիկ ջան, մենք դրա տակից տասնամյակներով դուրս չենք գալու։ Պատկերացնում եմ, եթե այսինքն ջիհադ են հայտարարում, արդեն ինչ։ Որտեղ են որտեղ ասա։ Հիշում ես շատ կարևոր էր Աբրահամ Ալիևի համար այն դիվերսանտները, երկու դիվերսանտները, որոնք Արցախի դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել եւ հանցանք էին մարդ էին սպանել, չէ՞, հիշում եք։ Այո։
Ալիևը հասավ նրան, որ հենց սկզբում միանգամից այդ դիվերսանտներին, այդ հանցագործներին իր համար շատ կարևոր անձինք էին, հիշում ես։ Այո։ Այսպես Մեկը Քարվաճառում Փաշինյանը միանգամից հանձնեց, հա, երբ որ դատանի վճիռ էր կայացել եւ հանցանք ապացուցվել էր անչափահասի սպանություն եւ այլն, այդպես հա լողացրեցին, ուղարկեցին, դրեցին ինքնաթիռը ու հենց այնպես ուղարկեցին դրանք շատ կարեւոր էին Ալիևի համար։ Շատ կարեւոր մարդիկ էին։ Այ իրենք իսկապես հետախուզական ինֆորմացիայի կրողներ էին։ Ալիևը ինչի ուզեց նրանց, որտեղ իրենք ինֆորմացիայի կրողներ էին։ Ну, ամեն դեպս այդ մարդը անունը ազգանուն պարզապես չեմ հիշում, հա։ Եթե կհիշես Քարվաճառում երեխայի սպանության։ Այն օգնեցին մեր գործընկերներս, հուշեցին Դիլհամ Ասկերով, Շահբազ Գուլիև։ Ասկերով Գուլիև։ Շնորհակալություն։ Կարծեմ Ասկերովն էր, որը Քարվաճառի կողմից երեխայի սպանության մեջ մեղադրվող եւ այլն։ Այն ժամանակվա ինֆորմացիան, որը շրջանառվում էր եւ որին մենք տիրապետում էինք ամբողջությամբ այդ ժամանակ, ինքը ամբողջ Քարվաճառում Արցախի պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումներից սկսած մինչև հենակետեր եւ այլն ամբողջությամբ նկարանել էր։ Ընդհուպ ասում են ունեցել է մտերմիկ շփումներ ինչ-որ տարբեր գյուղացիներ, որտեղ հրաշալի հայերեն է խոսել։ Հրաշալի։ Եվ ինքը ինֆորմացիայի կրող էր։ Օրինակ հայկական կողմը ինչու չէր հանձնում այդ ժամանակ։ Ավելի պակաս հայրենասեր էին։ Ինչի հասկանում էին ում են բռնել։ Իհարկե, որովհետև դա բանակցային ամենամեծ հաղթաթուղթն էր։ Հա, դրա համար եմ ասում, լողացրեցին, նստացրեցին ինքնաթիռը, ոչինչի դիմաց ուղարկեցին։ Դե հիմա այս փաստերը ուղարկեցին, որ մեկին չի եղել, ասենք թե Սյունիքում դիվերսիա որ կատարեցին, հա, բռնել էին գյուղացիները, պղնձամոլիբդենայինի կոմբինատի աշխատակցին սպանեցին եւ այլն։ Որին, հա, Եվ նույնը քարտեզներին է վերաբերում ականազերծման։ Հա, ինչպես տվեց, չէ՞։ Ոչինչի դիմաց։ Դա բայց պետական գաղտնիք համարվող փաստաթուղթ էր, չէ՞։ Այսինքն վերցնելու տալ։ Իդեպ այսօր հայտնի դարձավ, որ Սպուտնիկ Արմենիան դիմել էր քննչական կոմիտեին, հիշում եք նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը դարձյալ քպեական 23 թվականին հայտարարել էր, որ Արցախի Ադրբեջանի կողմից հա կռված 300 վարձկանների տվյալները հայտնի են դարձել, այդ 300 ահաբեկիչները նույնականացվել են եւ ահա լրատվամիջոցը դիմել էր, որպեսզի տվյալները հասանելի դառնան եւ նրանք հայտարարել էին, որ հրապարակման ենթակա չէ, ոչ մի ինֆորմացիա չէին տրամադրել։ Քյարամյանը ի դեպ 44 օրյա պատերազմի ընթացքում հայտարարել էր, որ 23 թվականի հունվարին, որ 44 օրյա պատերազմի ընթացքում առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների անդամ 4000-ից ավելի անձանց վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, նրանցից շուրջ 300-ը ահաբեկիչներ են եղել եւ նույնականացվել են։ Ահռելի ցանց է աշխատել, հա։ Ցանցի մասին ես տեղյակ էի 2020 թվականի հուլիսի ռազմական արկածախնդրության ժամանակ։ Տաուշյան։ Այո։ Եվ ես բարբերաբար ինվելություններով անընդհատ խոսում էի այդ մասին։ Սուլտան Շահ Սուլեյման խմբավորումից սկսած մինչև տարբեր ահաբեկչական խմբավորումներ, որ օդանավով, որ ռեյսով եկան անցան Ադրբեջան, ես մինչև սեպտեմբերի 25 այդ տվյալները փոխանցել եմ, սատիկ չեմ։ Ում ես փոխանցել։ Եթերի միջոցով։ Եթերի միջոցով։ Եվ ես սրանց հետ չունեմ խոսել։ Երբեք չեմ ունեցել։ Բայց օրինակ պիտի գային հարցնեին, չէ՞, ասեին օրինակ այս տվյալները հրապարակում եք կարևոր են։ Դե այդ պիտի լիներ, չէ՞։ Ես հետո իմացա, որ դրանց մեկը ասում էր կարիք չկա խոսելու նա հրապարակում է, ասին անլրջության մակարդակը տես։ Այդպես է եղել։ Ես մինչև սեպտեմբերի 25-ը այդ ամեն ինչ հրապարակում ինձ համար པարզ էր եւ թիվ եմ հնչեցրել այդտեղ։ 2500։ Այսինքն մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ
2500 ահաբեկիչ մուտք է գործել Ադրբեջան։ Մուտք է գործել։ Այդ բոլոր տվյալները իրենք ինչ չեն կարող բացահայտել։ Հիմա մի բան էլ ասեմ քեզ։ Իրենք հոկտեմբերի 17-ի դրությամբ 20 թվական ինք ամբողջական այդ պատկեր ունեին։ Այս տվյալ եմ ասում։ Հոկտեմբերի 17 2020 թվական Հայաստանի քննչական կոմիտե եւ համապատասխան այլ մարմիններ այդ ամեն ինչի վերաբերյալ ինֆորմացիա ունեին։ Բայց ինչ էին անում այդ ինֆորմացիան։ Ինչի էին դրել տակտերը նստել, ինչի համար, որպես ինչ էին օգտագործում։ Չգիտեմ, վախենում եմ։ Ընդհանրապես, այսինքն ստացվում է մասնագետների, հրամանատարների, զինվորականների տրամադրած տվյալները իրենց պետք չէր։ Նախկին նախագահների տված ինֆորմացիաները կամ փաստերը, որոնք կուտակել էին իրենց փորձառությունը Արցախյան հիմնախնդրի համար հետ կապված իրենց պետք չէր։ Հա, իրենց ոչ մի, բայց այսինքն ինչ է ստացվում, բաներ Սպուտնիկից բանից ինֆորմացիա են ստացել արբանյակային եւ ասում են ինչ որ ինստիտուտների կողմից ինֆորմացիա են ստացել պատերազմի մասին, որ պատերազմ է լինելու, էդ էլ իրենց պետք չէր։ Վերադառնում ենք հիմա, քանի որ Սաթիկ ջան, կներես դու մոռացար, որ այս պատերազմեցինք մենք հանուն ոչինչի։ Հա, այդ ամենասարսափելն է։ Դա է ստացվում։ Հիմա դրա համար եմ ասում, նույնիսկ հիշում ես 44-օրյա պատերազմի օրերին, անկախ տարաձայնություններից, նախկին նախագահները, նախկին զինվորականները, Յուրի Խաչատուրովը շատ-շատերը պատրաստական էին, որպեսզի աջակցեն։ Հրամանատարներ ասում էին, այդ ամփորձներին մի բերեք այստեղ ոտքի տակ մի գցեք, խանգարում են, մենք գնանք, նույնիսկ ասում են մենք գնանք մեռնենք, խորհուրդ էին տալիս իրենց փորձով, ինչպես ինքը չէր օգտվում։ Հիմա 5-րդ տարին է 44-օրյա պատերազմի, 5 տարի անց։ Բավական փորձ ունես եւ որպես քաղաքացի, եւ որպես վերլուծաբան, քաղաքագետ, ինֆորմացիայի հետ աշխատած մարդ։ Վերջի ինչի եղավ սա, ինչ արեցին, երբ է եղել այդ պայմանավորվածությունը, որտեղ սա հոկտեմբերի 27-ին, որ 99 թվականի հոկտեմբերի 27, Վազգենը հրաժարվեց զիջել Սյունիքը, դրա համար եղավ հոկտեմբերի 27-ը, հետո 20 տարի պահեցինք երկիրը, էլ հնարավոր չէր, բերեցին սրան, որ դա Արցախը։ Նոյեմբերի 9-ը չստացված հոկտեմբերի 27-ն է։ Կան որոշում։ Նոյեմբերի 9-ը Գեռակողմ համաձայնագիրը։ Այսինքն կներես մի րոպե, դու ավելի ռուսական հետ ես տեսնում, որ կողմի հետ ես տեսնում այդ ամեն ինչի մեջ։ Ես հակահայկական եմ տեսնում, գունավորումը ոչ մի նշանակություն չունի։ Ես հիմա ոչ մեկին ոչ թշնամի եմ հայտարարել, իմ թշնամին հայտնի է Սաթիկ ջան։ Ես գիտեմ իմ թշնամին ով է։ Ես հիմա եթե ասեմ օրինակ ամերիկաներ կամ ռուսաստաններ կամ չգիտեմ Մոզամբիկներ, ինչ է փոխելու դրանից։ Ինչ է փոխվելու։ Դե որտեվ հա, հակառուսականները ասում են արևմուտքն է, Ռուսաստանն է, ռուսամետներն ասում են արևմուտքն է եւ այլն, թուրքական հետքի մասին են շատերը խոսում, այլ շատ հիմնավորումներ կարող եմ ներկայացնել թուրքականի հետ կապված, բայց հիմա օրինակ եթե որևէ մի պետության անունը տրվի, հա, տես այս պրոարևմտյան դիրքավորման պրոֆիլով որված այդ ուժերը, որ անդադ մեղադրանքի սլակողում են այստեղ այդտեղ, որ արեցին Ինչ փոխվեց դրանից։ Ես Արցախս վերադարձրի, ես Սյունիքի անվտանգությունը ավելի ամրացրի։ Նայիրի Հունանյանը որտեղ էր պատրաստվել։ Դե խնդրեմ, եւ ոչ միայն Նայիրին, հիմա իրենց ազգային դարձրած լիքը ուժեր, որոնց ասենք բան, հա, Ադանայում, օթանավակայանում տեսած ում հետ հանդիպումներ եւ այլ եւ այլ։ Այս Թոմ Բարակը վերջերս 3 Կհիշես վերջին մեր հարցազրույցի ժամանակ ես քեզ Ջոն Բոլթոնի հոդվածի մասին խոսեցի, հետաքրքիր հոդված էր գրել եւ ինչ էր ասել, հիմա էլ ասում եմ հիշեցրա նաեւ հերոստատային կողով ինչ որ Ջոն Բոլթոնը դե Թրամփի խորհրդականներ
Որ հիմա հետապնդում են Թրամփի օրոք շատ հետաքրքիր։ Բայց այն մարդն էր, որը 2018 թվականին եկավ Հայաստան եւ բացահայտ ասաց այն բոլոր ծրագրերը, ինչ որ այսօր տեղ են ունենում, հա, հակաիրանյան եւ հակառուսաստանյան ֆրոնտում։ Հիմա էլ Թոմ Բարակի ինչ ասում 3։ Ասում Մերձավոր Արևել գոյություն չունի։ Ազգեր պետությունները գոյություն չունեն։ Նա ինչ գիծ է տարվում։ Սատիկ ջան, սա ասում եմ, որովհետեւ այն դեմորալիզացիան կամ բարոյալ լքումը, որ այս իշխանությունը անում է Հայաստանում, առաջիկա 15-20 տարվա համար է, հիմակվա համար չէ։ Նույն այդ գիծն է Բարակը ինչ ասում է, որ չկան պետություններ, չկան ազգեր, կա մարդ, կա ընտանիք, պայմանական արևելքում է ասում, որտեղ չի կարող է սողակը շրջանցել, այստեղ շրջանցում են։ Այստեղ չեն խրախուսում ընտանիքի օղակը։ Կա ցեղ։ Այսինքն ինքը ազգ պետության, այսպես կոչված մեծ ցեղերի հետ էր համեմատում, այո։ Նույն գիծն է տարվում։ Հիմա այս իշխանությունը ինչ որ անում է, այս նույն գծի ուրիշ ինտերպրետացիան է, բայց նույն գիծն է գնում, այսինքն չկա ազգ, չկա սահման, չկա պետություն, այստեղ դուք ընդհանրապես ցեղային մտածողությամբ ինչ-որ մարդիկ եք, դուք ոչնչով չեք տարբերվում իրենցից։ Հիմա այս նախորդ հարցից հետ կապված մի շատ կարևոր էլեմենտի անդրադառնամ։ Եթե այս ամբողջը կողք կողքի ենք դնում փաստերը, որ խորքային փորձ է սպել լուծել, էլի, թե ինչ է տեղի ունենում։ Մենք կտեսնենք հետևյալը։ Այս տարածաշրջանը ենթարկվելու է լրջագույն փոփոխությունների։ Շատ։ Հիմա զոհասեղանի նաև Թուրքիան է, որ Էրդողան փորձում է ատամներով պայել։ Նորին Վաշինգտոն չհրավիրեցին։ Հա, բայց ինքը Թրամփի հետ հանդիպմանը։ Չէ, նկատի ունեմ օգոստոսի 8-ին։ Եռակողմ այդ Վաշինգտոնյան հանդիպմանը։ Դե բարձ է, երբ որ հոր դերը ստանձնում Միացյալ Նահանգները, Թուրքիան այդտեղ ինչ դերակատարում ունի։ Այն Ադրբեջանը կա, այսպես Թուրքիայի խոսափողն է, մեծ հաշվով։ 3 կարևոր գործոնք այս տարածաշրջանի ճակատագրի հետ կապված, որի մասին միշտ խոսել եմ։ Սիրիայի ճակատագիրը ֆեդերալիզացման գնալու է թե ոչ, իսկ Ահմադ Ալ-Շարին փոխելու են հիշեք խոսքը, որովհետև ձախողում է այն պլանը, ինչ որ կատարվում է, ինչ որ որոշվել է։ Երկրորդ, քրդական գործոն ճակատագիրը ինչ է լինելու Թուրքիայի եւ Սիրիայի հետ կապված, որովհետև դրանով է պայմանավորված ընդհանրապես Թուրքիայի քաղաքական եւ գեոպոլիտիկ վարքագիծը այս տարածաշրջանում։ Եվ երրորդ կարևոր գործոն Պուտինն ու Թրամփը ի վերջո ազդեցության գոտիներ իրար մեջ ինչպես են բաժանելու։ Հարավային Կովկասում մնալու է ամերիկյան, թե ռուսական։ Ես ասել եմ, շարունակել եմ ասել, Միացյալ Նահանգները որևէ ռեալ շահագրգռվածություն չունի այստեղ պահելու այնպիսի զորակազմ, որը չի մտնի Իրանի հետ պատերազմի մեջ, իսկ Միացյալ Նահանգները երբեք ցամաքային գործողություն չի իրականացնի Իրանի դեմ։ Եվ երկրորդ, որովհետև Միացյալ Նահանգները ունի Իրանի հանքահունքային հարստությանը տիրանալու եւ դեպի Չինաստան գնացող նավթային հոսքերը վերահսկելու խնդիր, այդ իսկ պատճառով պատերազմը Իրանի հետ չի խրախուսվում։ Եվ ի վերջո այստեղ ինքը արդյոք Ռուսաստանի հետ կարողանում է գալ կոնսենսուսի, որ ամերիկյան շահերը չվտանգվեն այս տարածաշրջանում, բայց ինքը չլինի այս տարածաշրջանում։ Այս 3 գործոններով է պայմանավորված մեծ հաշվով նաև այն արտաքին կոնսենսուսը, որ ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Հաջորդ տեխնացուն խանգարելու այս պայմանավորվածություններին, թե ոչ։ Խնդիրը սա է, Նիկոլի մնալ չմնալու հարցը իշխանությունում, ասում եք, արտաքին լեգիտիմություն ունի, թեկուզ ձևական։ Այս հարցով է պայմանավորված, ուրիշ ինչ հարցով։ Նիկոլը ուղղակի շատ վարպետորեն կարողանում է այդ խաղաթղթերը վաճառել մեկը մյուսի վրա։ Գնում է Վաշինգտոն ստորագրում է, բայց մինչև Մոսկվա գնալի ինչ հայտարարում։ Ասում է Ռուսաստանի հետ մենք այսինչ հարաբերություն, այսինքն Ամերիկային ծախում, ասում է, եթե ինձ դուք չպահեք իշխանություն, իսկ կգնամ Ռուսաստանին։ Հետո Ռուսաստանում գնում է ու հետաքրքիր բան ասեմ լրագրության ասպարեզից, պրես ռելիզներին հետևել ես իրենց։ Որը Ռուսաստանի կառավարության այս վերջին բանը։ Ու ընդհանրապես ինչ նկատի ունես, հա, դե հետաքրքիր է կարդալ։ Պուտինից 4 տող ընդամենը
եւ Պուտինը սովորաբար բոլոր պետությունների ղեկավարների հետ երբ որ հանդիպում է, դրվատում է երկկողմ հարաբերություններում արձանագրված աճը եւ խոսում է փաստական տվյալներով։ Դա այդտեղ իր մասին է խոսում, ասում են, այ իմ հետ աշխատելը ինչքան օգուտ է քեզ, դա է ասում։ Սրանք էլ ասում են, օ, ռեկորդային տնտեսություն։ Նա ասում է, լսի, ես չլինեմ, դու ես չես ունենա այս ցուցանիշները։ Ահա, իսկ իր խոսքը, այսպես երկար, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, չգիտեմ ինչ եւ այլն, այս որ վերջին 2-3 տարվա ընթացքում համեմատենք զուտ տեքստային քաղաքականությունը։ Հանրային գիտակցության մեջ ուզում են նստեցնել, որ ես գնացի իրեն ասեցի, սենց է, որ եթե դու ինձ չպահես, ապա դու խնդիր կունենաս կամ Ռուսաստանի իմիջը խնդիր կունենա Հայաստանում։ Մի հատ իրեն Զոմբիլենդին հարցրու։ Այսինքն վարքին հետևում ես։ Բոլորը կրում են այդ ամեն ինչ, եւ սա մշակված քաղաքականություն է, իրենք աշխատում են, սրան պահող ուժերը նաեւ դրսից։ Այդ արևմտյան ուժերը շատ լավ աշխատում են, որովհետեւ նույնը արել են եւ Զելենսկու հետ։ Նույնը արել են Աբու Մուհամմադ Ջոլանիի հետ։ Հասցրեցին Մակի ամբյոն։ Նույն գիծն է Սաթիկ ջան։ Նույն գիծն է, տարբեր ուղղակի ամեն մի հասարակական տարբեր ձևով են աշխատում։ Որի համար $10 միլիոն գլխագին էին տալիս, ահա բեկիչ տերորիստ, հիմա Մակի ամբյոն, ասենք։ Բարձրացին եւ ամենավատը ասեմ արաբների դեպքում որն է հաջորդը ասել են մի աբեկիչ են բերել այդպես դա Յասեր Արաֆատն էր դրանով արժեզրկելով նաեւ Պաղեստինյան ժողովրդի ազգային ազատագրական պայքարը եւ Արաֆատին ներկայացնելով որպես տերորիստ որը հասավ Մակի ամբյոն Հիմա այս վաղմիսօր կանգնելով ասել դե ես եմ լեգիտիմ վարչապետ եմ ես գնացել եմ ձեր խնդիրներն ներկայացրել այդտեղ դուք ինձնից բացի որ մի տերորիստ եք ուզում Աբրահամ, չես տեսնում, որ մենք շատ հաճախ լինում է նաև տարբեր վերլուծաբաններ ավելի շատ դիտարկում են արևմուտք ասելով Միացյալ Նահանգներին, բայց ինչպես այո դու նշեցիր, Միացյալ Նահանգները այստեղ մեծ բաներ չունի, շահեր, ուղղակի ուզում է իր դիրքերը գոնե եղած պահի, հա, այսպես ասած, նվազագույնը պահի։ Այստեղ հիմնականում Բրիտանիան է խաղում։ Երբ որ դուք քրդական գործոնի մասին եք խոսում, քրդական պետության գաղափարի առաջ մղողը Բրիտանիան է։ Երբ որ նայում ես, ասենք թե Բրիտանիան որ ոլորտներում է հիմա ներթափանցում, Հայաստանի որ ոլորտներով է հետաքրքրված, որ շրջանակների հետ են աշխատում։ Հիմա ոնց որ նույն Եվրոպան, հա, նայում ես ըստ էության կամ ինչի Արցախյան պատերազմի ժամանակ, Ուկրաինայի ժամանակ Բորիս Ջոնսոնի հայտարարությունները Թուրքիայում Արցախի հետ կապված որոշ զրույցները։ Այսինքն մենք Միացյալ Նահանգները չէ այստեղ հիմնական բանը։ Միացյալ Նահանգները իր խնդիրներն ունի, իր գլոբալ հարցերը, ինքը փորձում է ուղղակի իր դիրքերը պահել։ Այստեղ պետք է տեսնել ով է խաղում։ Այդ շրջանակներն են հիմնականում առաջ մղող։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի համար ռազմավարական բալանսավորող է այս տարածաշրջանում։ Հա, իհարկե։ Այստեղ խնդիրը MI6-ն է։ Mi6-ը որի ղեկավարը, այո, բրիտանական հետախուզությունը, այո, որի ղեկավարը շատ դաշնակցային սերտ կապեր ունի Թուրքիայի նախագահի հետ, Էրդողանի հետ անձամբ, եւ թուրքերենով գրառումներ էր անում Twitter-ում։ Կանի։ Եվ որին էլ այստեղ ընդունեցին քանի անգամ ինքը Իդեպ Արմեն Գրիգորյանին մասին է նշում նաև, որ կարող է չի բացառվում, որ Նիկոլ 2 պրոյեկտը Արմեն Գրիգորյան, որովհետև նաև իր հետ փոխկապակցված անձինք հիմա առաջ են մղվում այդ հետ պատահական։ Մի 6 ինչի ասեցի։ Քարտեզը որ պատկերացնենք, միջին միջանցք, նավթային հոսքեր եւ Թուրքիան էներգետիկ հաբ։ Նա ինչ է տեղի ունենում։ Թուրքմենական գազը անցում է Իրանով Թուրքմենստան Միջին Ասիա սահմանին նարկոտրաֆիկինգից սկսած մինչև չվերահսկվող տերորիստական խմբավորումներ դրանց ինֆորմացիոն կուրացիան կենտրոնական հետախուզական վարչությունը Միացյալ Նահանգների Birds-ը այո 2 տարի առաջ զիջեց Mi6-ին կուրացիան իրենք են Ես պարզապես երկրորդում եմ քո ասած եւ հաստատում, որ այո Միացյալ Նահանգները մեծ հաշվով այստեղ այդ հետաքրքրվածությունը չունի։ Հա, Միացյալ Նահանգները բրիտանական հետաքրքրվածությունը տրաֆիկներին հետ է կապված։
այդ գիծը ուր է գնում, ինչպես է գնում, ինչպես պետք է ի վերջո բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այդ գծերը վերահսկվում են, չի կարող կոնտրոլից դուրս լինել, չէ՞։ Աֆղանստանից երբ որ մեծ մեծածավալ ամերիկյան օդանավերով թմրանյութեր են դուրս գալիս, բայց այդ ամբողջը որտեղ է սպառվում։ Ճանապարհներ գոյություն ունեն, չէ՞։ Մինչև հասնում է օվկիանոսից այդ կողմ։ Եվ հետախուզական, եւ ինֆորմացիոն կուրացիան, ինչ որ մեկը պիտի անի, չեն կարող թողնել դիցուկ վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպություններին այդ ամբողջը։ Ուստի եւ այս ճանապարհների վերահսկողության կոնտրոլ իրեն ձեռքը պահելու կամ ռուսներին զիջելու։ Հարցը ի վերջո մեծ բանակցությունների արդյոք է։ Այստեղ խնդիրը բան չէ, Նիկոլով են, սրանք փոքր ֆիգուրներ են կամ Ալիևը նույնիսկ։ Փոքր ֆիգուրներ են այստեղ։ Խնդիրը շատ ավելի մասշտաբային է եւ ուրվագծելու է այս տարածաշրջանի առաջիկա 20-25 տարվա պատկերը։ Դրա համար երբ որ քիչ առաջ ասում էի բարակի հայտարարությունը, մենք զգուշ պետք է նայենք եւ մեր անվտանգությունը պետք է ամրապնդենք դրանով, ոչ ավելի։ Որովհետեւ 2000 մենք հիմա նոյեմբերի 9-ից ենք խոսում, ասում ենք վատներ, չէ՞։ Հիմա երազում ենք, չէ՞, նոյեմբերի 9-ը։ Ես կարծում եմ խնդիրը նոյեմբերի 9-ը չէ, խնդիրը սեպտեմբերի 27-ն էր։ Ոչ թե հետևանքն էր խնդիրը, այլ պատճառը։ Ու մենք երբ որ լուրջ չվերաբերվեցինք, որովհետև արբեցած էին, մեր հոգեզավակները 2018 թվականի իշխանափոխության այդ պատուղներով, երբ որ Ջոն Բոլթոնը նման մարդ եկավ եւ հստակ մեսիջները հղեց, ես այն ժամանակ հանրային հեռուստաընկերությունում էի դեռ Սաթիկ ջան։ Ես այն ժամանակվա ղեկավարության հետ գիտես ինչ կոնֆլիկտ եմ ունեցել լրջագույն եւ բայց մինչեւ վերջին ասելքը ասել ես եթերում արժանալով այն ժամանակվա հեղափոխական զանգվածի այսպես պարսավանքին եւ հայոյանքին եւ հալածանքին որ ոնց եք թույլ տալիս այս հակահեղափոխական նման բան ասի ես զգուշացրել որ այս մարդու ասածը բերելու է Հայաստանի կործանման Իրանի հետ հարաբերությունները վերանայելու հիշի Դրանից հետո այցից հետո հայտնի անձնավորություն չէ, որ խորհրդարանում կանգնեց եւ ասեց Իրանը դիկտատորական պետություն է։ Հիմա իրենց ամենահայտնի կարկառուն դեմքերից մեկն է։ Դրանից հետո էր, չէ՞։ Կոնջորյանը կոչված։ Դրանից հետո էր, որ 1 տարի 2 ամիս Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ որևէ նորմալ հեռախոսազանգ չի եղել։ Այսինքն մենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռք չառանք այդ մեսեջներից հետո հիմա նույնն եմ ասում, եթե մենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռք չառնենք, այս մարդիկ պատահական մարդիկ չեն Միացյալ Նահանգների դեսպանը Անկարայում, ինքը փոքր մարդ չի, ինքը նվազագույնը այս տարածաշրջանում դեսպան կարգավիճակով 10 երկրի արտգործնախարարի քաշ ունի եւ իր հրապարակած վերլուծությունը կամ ինֆորմացիան հստակ մեսեջ է թե ինչ է տեղի ունենալու։ Իդեպ Արցախյան պատերազմը 44-օրյա պատերազմից առաջ Թուրքիայի այդ հանդիպումը տարբեր գերտերությունների, տարբեր ծառայությունների, նաև ներկայացուցիչների եւ պաշտոնյաների պատահական չէր։ Իհարկե։ Բոլորովին պատահական չէր դրանից հետո մեկներ կեղան։ Աբրահամ, քանի որ բավական հարցեր ունեմ կուտակված, փորձենք կարճ մի քանի հարցեր։ Trip կոչվածը օգոստոսի 8-ի հանդիպումը Թրամփը վկայի տեսքով Ալիև Փաշինյան ստորագրեցին այդ թուղթը։ Հիմա ծածանում են, ասում են խաղաղություն։ Երբ որ դրա մասին մարդիկ կարծիք են հնչեցնում, ասում են դա կեղծ խաղաղություն է, թուղթը ոչ մի բանի պետք չի, առավել եւս որ Թրամփը արդեն Հայաստանի անունը չի կարող, ինձ թվում է դիտմամբ է անում Թրամփը։ Անկեղծ եմ ասում, ես չեմ կարծում որ ինքը բան չի։ Ինքը դիտմամբ ոնց որ ցույց տա որ դա թուղթ է ընդամենը, հա, երբ որ ասում է Ալբանիա անընդհատ։ Լուրջ եմ ասում, ես չեմ հավատում որ ինքը չգիտի Արմենիա, այսինքն մարդ, որը Արամ կաթողիկոսի հետ է խոսում, հայ եկեղեցու դերը կարևորում է, մարդ ով քրիստոնեությունից է խոսում եւ այլն։ Պահպանողական է։ Հա կներես էլի, այսինքն ոնց, այո, պահպանողական արժեքների գրող է եւ այլն։ Սրա մասին կարծիքը։ Ասում են չարու նախանձեք։ Չարու նախանձեք, մենք խաղաղություն, այո, ցարու նախանձեք։ Խաղաղություն ենք բերել։ Հա, դուք չեք ուզում խաղաղություն։ Քանի անգամ ասենք Չեմբերլենն էր բերեց խաղաղության թուղթը։
բերեց Heathrow օդանավակայանում ցույց տվեց իջավ։ Եվրոպան ստացավ եւ պատերազմ եւ նվաստացում դրանից հետո։ Սա խաղաղություն չէ։ Խաղաղության գործընթացը շատ բազմաշերտ է, երկարատև եւ դրա վրա աշխատում են 15 տարիներ, Սաթիկ ջան։ Արոնակ դեմարկացիա եւ դելիմիտացիա զուտ որպես process եմ ասում, ինքը խաղաղության բանակցային պորտֆոլիոյի ընդամենը շերտերից մեկն է։ Եգիպտոս, Իսրայել 70-79 Կեմպ-Դեվիդյան բանակցություններից առաջ ընթացքում եւ հետո, երբ որ այդ պայմանագրերը, այսպես ասած, դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության հաստատման կնքեցին, Եգիպտոսի եւ Իսրայելի միջև անապատ էր, այդտեղ բան էլ չկար մեծ հաշվով, որ ասես Սինայի թերակղզում։ Դեմարկացիան եւ դելիմիտացիան ավարտվեց 89 թվին։ 10 տարի այդ մարդիկ գծում էին։ Ծառը, թուփը, չգիտեմ, սա որտեղ այդ աշխատանքներում ներգրավում են տասնյակ մասնագիտությունների դեր մարդիկ։ Իդեպ ասեմ, ԵՀԿ-ն ունի հատուկ ձեռնարկ, որով պետությունների միջև սահմանազատման եւ սահմանագծման process-ը, աշխատակարգը, ընթացքը, ընդունել ենք այդ չափորոշիչները։ Հիմա հենց դա է ուզում ասել, որ այդ չափորոշիչներից երևի 2%-ը չի կիրառվել այս ամբողջ ընթացքում, որովհետեւ մեր կողմից միակողմանի հանձնում է եղել։ Առանց որևէ քննարկման, առանց որևէ բան էսի, մենք որևէ չափանիշ չենք վայել։ Եթե մի լուրջ փաստաբան որոնք ժամանակ ինչ էր, տավուշունից ասում, ծարտանգենք, որ ադրբեջանցուներս չտենանք, հա, երևի ասի վարակույր քաշեք Մասիս Սարը Արարատը չտենանք, հա, հիմա գնալու է խաղաղություն եւ ասում եմ բանը, մեր անվտանգությունը լեգիտիմությունն է, մեր բանակը չի ապահովելու, լեգիտիմությունն է ապահովելու, բանակը չի ապահովելու։ Հիմա ասենց գնում խաղաղության։ Մեր պարզ քաղաքացին, հա, որպեսզի հասկանա, նախ այդ բանը, այդ 29743-ը որ բան են անում, դա պետք չի ընդհանրապես ընդունել այդ թիվը։ Այսինքն ով է ասել, ինչ գիտենք, ադրբեջանցին հիմա մեր տարածքում է, չէ՞։ Այո։ Պաշտոնապես ասում են 200 քանի քառակուսի կիլոմետր են, չէ՞, տվել, բայց ավել են, չէ՞, ասում մասնագետները։ Այո։ 400-ի մասին է խոսքը լինում։ Նույնիսկ ավելին են ասում, պարոն Բագրատյանը նախկին վարչապետ ավելի մեծ թիվ է ասում։ Լավ, ինչ որ է։ 200 քառակուսի ենթադրենք ձեր պաշտոնական թիվը։ Հայաստանի տարածքն է, չէ՞, այնտեղ։ Դուրս չի եկել, չէ՞, Ադրբեջանը։ Ինչ խաղաղություն, ինչ լեգիտիմություն, ինչ բան, ինչն եք չափում, ինչ թուղթ եք ստորագրում առանց դրանց հանելու մեր։ Այսինքն քոտուն մարդ գա, մտնի, առանց դրան հանելու դու պատկերացնում ես դա ինչ։ Ես լեգիտիմ եմ։ Հա, ասես ես լեգիտիմ եմ։ Ես իմ կնոջ լեգիտիմ ամուսինն եմ։ Հա։ Մոտավորապես այդ։ Հա։ Դու ասես դու անվտանգ ես հետեւաբար։ Անվտանգ եմ, միջազգային ինչ-որ մեխանիզմներ կան, որոնք իմ արժանապատվությունը կպահեն։ Շատ տեղին էր այդ օրինակը, ճիշտ ասած, որովհետեւ մեր ժողովրդին ես գիտեմ, որ զգալի հատվածը շատ լավ հասկանում է, որ այս խաղաղությունը կեղծ է։ Գուցե պրոֆեսիոնալ առումով ես գիտեմ քաղաքական հոգեբանություն իմ չափով, բայց չեմ մտնի այդ դաշտ, բայց կարծում եմ քո լսարանին այս հարցը պետք է տալ պրոֆեսիոնալ հոգեբանի, որպես ինքը ճիշտ օրինակներով եւ լեզվամտածողությամբ բացատրի այն ամենը, ինչ որ տեղի է ունենում։ Նայ, խաղաղություն բառը այնքան տարողունակ է, որ սկսվում է, եթե բարձ խոսենք, առանց տերմինաբանական ինչ-որ բաների մեջ ընկնելու։ Դու, որպես Հայաստանի քաղաքացի, կարողանալու ես օրինակ եմ ասում, ավտոբուսը նստել, ավտոբուս։ Իշել Մեղրիից գնալ Ադրբեջան, Ադրբեջանով Ռուսաստան։ Իրենք սա են ասում, չէ՞։ Ազգային ժողովի նախագահն էլ պաշտոնը զբաղեցնող ասում է, ադրբեջանական ապրանքներ պիտի գան, մերը գանք եւ այլ եւ այլ։ Մերը գնան որտեղով է գնալու։ Նույնիսկ Իրանի դեսպանը, որ հրաժեշտ է տալիս, ասես եթե միակողմանի աշխատի, դա ռիսկեր է պարունակում։ Գնացող դեսպանը, որը Փեզեշքյանի տեղի, հա, ընդ որում այնքան զգուշ ու բան է խոսում։ Նույնիսկ երեքն է ասած։ Հիմա ենթադրենք մենք նստեցինք, չնայած իրենք թող նստեն, առաջին իրենք պետք է նստեն, չէ՞։ Եթե իրենք են ուզում բերել այսպիսի անարժանապատիվ խաղաղություն, իրենք են առաջին, իրենց են նստեցնելու ավտոն գնան Բաքու։ Գնացինք, անցանք Կովսականի սահմանը։ Եթե մեր ավտոբուսը վառեցին,
Նիկոլի լեգիտիմությունն է մեզ փրկելու։ Թե էլի Գորիսկապան ճանապարհի 20 թվականի նոյեմբերի հիշեք, այդ ժամանակ հիշում եք ազգային անվտանգության ծառայությունը ինչած, եթե հայտնվեցիք նման վիճակում, ահա մեր հեռախոսահամարները զանգիկ մենք կգանք։ Դուք ում եք զերարում։ Դու լուրջ հավատում ես, որ փաստացի գերության ուղարկող քո քաղաքացուն, հետո դի գաս ասես, որ չէ, վայ գիտես, այս քաղաքացուն ինչու տարավ։ Լավ եմ արել տարել եմ։ Իմ տարածքն է հատել, լավ եմ արել տարել եմ։ Լավ չի պահել են։ Դժվար է ինչ-որ մի բան սարքելը։ Մեկն ու մեկի գլխին։ Ավտոբուս վառելը, չգիտեմ ինչ։ Ինչը մենք չունենք։ Ոնց 80-ականների դեպքերը։ Դա եմ ասում, դեպքեր կան, մարդիկ պատմում են ինչպես է եղել։ Հիմա նույնը կրկնվելու է, եթե այն ամեն ինչ որ արվում է այդ խաղաղության անվան տակ, ունի 3 կարևոր ատրիբուտ։ Ա. Միջազգային հովանոց, միջազգային իրավունքի երաշխիք։ Այո, սա պետք է ասել, Միացյալ Նահանգները անվտանգության որևէ երաշխիք չի տալիս ու չի տալու։ Նախաբերչին վերլուծականս Դոհայում Մոսադի իրականացրած օպերացիայի մասին էր։ Հիմա ուշադիր։ Կատարը Միացյալ Նահանգների ամենահավատարիմ չասեմ դաշնակիցը, որովհետև ամոթել է։ Այնտենց բաներ չեն ասում։ Միջազգային հարաբերությունները ամենան է Միացյալ Նահանգների։ Ուրեմն Ալ-Ադիդ ռազմաբազան Օքլահոմայից հետո, իսկ Օքլահոմայում ՆԱՏՕ-ի կենտրոնական ամենամեծն է ամբողջ աշխարհում։ Ալ-Ադիդը երկրորդ ամենամեծ բազան է, որտեղ ամերիկյան կիբերտեխնոլոգիաներից սկսած մինչև ավիացիա ամեն ինչ ասես այդտեղ կա։ Իսրայելը Միացյալ Նահանգների Մեծավոր Արևելյան չասեմ էլի դաշնակիցը, դրածո պետությունն է։ Ինչ արեց Իսրայելը Կատարին։ Օրը ցերեկով չուներ Միացյալ Նահանգների համաձայնությունը, չուներ, իհարկե ուներ։ Որից սկսեմ, Աֆղանստան, Իրաք, Սիրիա, Լիբանան 80-ականներին Միացյալ Նահանգներն որտեղ որ եղել է, շատ պրակտիկ ասել է business science սակես։ Ես կոմիտանգության երաշխավորը չեմ, Բալկաններ Միացյալ Նահանգները երբեք որևէ պետության անվտանգությունը չի երաշխավորի առանց զենք վաճառելու։ Զենքը վաճառի եւ մրցակցողին եւ այս մյուսին։ Մեկին հակաօդային պաշտպանություն, մեկին հրթիռներ։ Բայց ոչ մեկի անվտանգություն չի երաշխավորում ինքը։ Բացառությամբ Իսրայելի այդտեղ շատ գործոններով պայմանավորված։ Հիմա Ուկրաինայի խնդրեմը Եվրոպայի գրպանը չի գցում, ասում ես չեմ գալու։ Զենքը սարեք, մնացածը դուք արեք։ Ավելին ասել էր, եթե դուք ասում եք, որ բան, հա, Ռուսաստանը այդքան թույլ է, հա, բանը, թղթե արյուծա, չգիտեմ ինչա եւ այլն, թույլա, վագրա, ինչա, թղթե։ Այդ եք ասում։ Հարց չկա, գնացեք արեք։ Գնացեք արեք դե։ Եվ նույն տրամաբանությամբ էլ մեր տարածաշրջանում այդպես է լինելու։ Միացյալ Նահանգները չապահովելու Հայաստանի անվտանգություն, նույնիսկ абսուրդ է խոսել էլի դրա մասին, Հատիկ ջան։ Աբրահամ ջան, Ջեֆրի Սաքսը երկու անգամ այստեղ նստած մի անգամ նստած է ասել, որ չեն գալու այդ մի քանի հազար, հա, մղոն, 10,000 մղոն հեռավորություն չեն գալու ձեր անվտանգությունը։ Առավել եւս որ Իրանի հետ իրենք խնդիր չունեն։ Ցավական գործողություններ ունենալու։ Դրա համար այդ խաղաղության միֆը որպես այդպեսին ոչ միջազգային իրավունքի տրամաբան հիմա աշխարհը փոխվում է, ոչ մեկի երաշխիք չունի, Սատիկ ջան, ինչի մասին է խոսքը։ Օրը ցերեկով դուրս է գալիս Դամասկոսն է ռմբակոծում, նախագահականի կողքը այնպեսի ճշգրտությամբ է Իսրայելը ռմբակոծում։ Այն ինչը մակում հավաքվեն, ինչև իբր բանաձև են սան են դա անեն, այդ պետությունը լրիվ տեսքը կփոխի, տարածքները կփոխի։ Հիմա դու եկել ես այս միջազգային նոր աշխարհակարգի պայմաններում խոսում ես ինչ-որ անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության երաշխիքը դու ես, ունես, կդիմադրես, չունես, ուրեմն կդառնաս։ Բայց եթե Ադրբեջանը 5 միլիարդ 120 միլիոն դոլարի, հա, իր այդքան գումարի է հասցրել իր բանակի բյուջեն, նոր սպառազինություններ է ձեռք բերում, անընդհատ, հա, ընդ որում նաև Իսրայելից սպառազինություն է տեղափոխվում օկուպացված Արցախի տարածքներ, չէ՞։
կրճատում է մեր բանակի բյուջեն, հա, սպառազինությունների համար նախատեսված գումարները եւ այլն։ Ծառայությունն էլ ուզում է 1.5 սարքի, տարի սարքի։ Իհարկե շատերը ուրախ կլինեն, որովհետեւ ոչ են ուզում Փաշինյանի օրոք որևէ մեկը ծառայի։ Հարցը դա չի, բայց երբ որ դու բանակը տեն ջարդում ես, դու 5 միլիարդից 6 միլիարդի չափով զենք, ինչպես Ալիևն է հայտարարել, հանձնել ես 44 օրից հետո Ալիևին, հա, ինչ ես ձեռք բերել։ Ֆրանսիականները որոշ բաներ իհարկե արժեքավոր են, բայց փակվեց թեման, էйֆորիան անցավ, այն որ ասում էին, վայ, Ֆրանսիան մեր անվտանգության երաշխավորն է, այդ անցավ։ Հնդկական զենքի մասին լուր է։ Ինչ որ բաներ տեղափոխվում է պարկաստու, շատ լավ է, հա, որքան կարողանան։ Ռուսական զենք ոնց որ թե նոր բան չեն ձեռք բերել։ Բայց այս վերջերս հայտարարեցին, որ Ռուսաստանը պատրաստ է նորից մատակարարել ցանկացողներին, կոնկրետ Հայաստանի։ Բայց կցանկանան, հիշում եք, նույն Բոլթոնը ասում էր, որ ռուսական զենքից պիտի հրաժարվեք։ Հիմա ինչով են դիմակայելու։ Ինչով են դիմակայելու, Աստված մի արասցե ինչ որ բան լինի։ Իսկ դու գիտես 5 պետության համեմատական ներկայացում շատ արագ, որոնցից երկուսը եվրոպական, մեկը ամերիկյան եւ երկուսը մեր տարածաշրջանից։ Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Իրան, Թուրքիա։ Ադրբեջանը դու ասացիր։ Նույնիսկ Վրաստանը, եթե 6-րդը ավելացնեմ, 2023-24 թվական ռազմական ծախսեր համախառններքին արդյունք հարաբերակցությունների ուսումնասիրել։ Գերմանիան 18%-ի բարձրացում է արել բյուջեին։ Գերմանիան իր ռազմավարական ամբողջ ռազմավարությունը անվտանգության ու բանակի վերանայում է եւ ընդ որում ավելին դեպի ազգային պետության գաղափարախոսություն են գնում։ Դե EAFT-ի հետ կապված կոալիցիոն գործընկերոջ հետ կապված։ Վրաստանը 6.6% ավելացրել է։ Իհարկե, Թուրքիան մոտ 8%, Ֆրանսիային է մոտ 2.8-ից 3-ի միջակայքում, բայց Ամերիկան 6.7%, այսինքն բոլոր մեծացում են իրենց ռազմական բյուջեն։ Բա ասում եմ ում դեմ բան անենք, հա, Ալիևը հո մեր դեմ չի զինվում, փաստորեն ըստ Փաշինյանի, հո Ադրբեջանը մեր դեմ չի զինվում, մենք էլ հո իրանց դեմ չենք զինվելու, չգիտեմ, հա, այս բանը էս։ Նիկոլը վարում է Հայաստանը կլանելու քաղաքականություն։ Ոչ թե Ալիևն է վարում, Նիկոլն է վարում։ Նիկոլի ձեռքով այդ ուժերը, բնականաբար, այսինքն որպեսզի հասկանանք, հա։ Մետաֆորիկ եմ ասում։ Այո։ Բայց խնդիրը հետևյալն է, Հայաստանը դարձել անատամ այս տարածաշրջանը։ Ինչու, որովհետև երբ որ անատամ ես, բայց ժողովուրդը հանգիստ ապրում է։ Անատամ ես, հիշողությունդ վարի են տալիս, մանկուրտ են սարքում, նենց անսիրտ, անհոգի հիշողություն չունեցող զանգված, բիոզանգված ստրուկ, հա, թույլատնում են բոլոր գործիքներդ պաշտպանական վերցնում են ձեռքիցդ, վերջ։ Եվ այդ վիճակում կապիտուլյացիա ընդունելը շատ ավելի հեշտ է։ Մարմինը չի դիմադրում, դիմադրողականություն չունես, ինչին դիմադրես։ Ատամները թանում են։ Աբրահամ ուրեմն մի քանի օր առաջ Կարեն Վրթանեսյան, ռազմական փորձագետ, հանրային գործիչ, շատ կարևոր մի հիշեցում էր, Կարենը այդ իմաստով այնց բաներ մեկ-մեկ հիշեցնում, որ ապշելու է այս պատերազմի օրերին ընդառաջ, նա անդրադարձել էր, որ 20 թվականի, ասում է սեպտեմբերի 26-ին, երբ պատերազմի սկսվելուն 1 օրից էլ քիչ էր մնացել, Նիկոլի ընտանեկան թերթում անստորագիր մի հատ վերլուծական ճակերտի մեջ հրապարակվեց, որում պատերազմի մասին զգուշացնող բոլոր մարդկանց ադրբեջանական քարոզչության հայկական ֆրիլանսերներ էին պիտակավորում։ Ու սա այն պարագայում, ասում է, որ նախորդ օրը սեպտեմբերի 25-ին 20 թվականի ԱՄՆ դեսպանատունն էլ բավականին թափանցիկ ակնարկներով աննախադեպ հայտարարություններ արել գալիք պատերազմի մասին։ Նիկոլի ընտանեկան թերթի այդ հոդվածը հրապարակել էին սեպտեմբերի 26-ին, մոտավորապես կեսօրին, պատերազմը սկսելուն ընդամենը 19 ժամ էր մնում։ Ես առանձնացրել եմ հոդվածը, բայց ինչ են ասում, ոնց ասում է, նենց են ներկայացնում, սա 20 թվականի սեպտեմբերի 26-ին, հա,
26-ին է հրապարակել Փաշինյանի ընտանեկան թերթը։ Բոլոր այն մարդկանց հասցեին, ինչ ասեք գրել էին, որոնք ասում էին, մասնագետներ ասում էին Ադրբեջանը հարձակվել է, պատերազմ է սկսվելու։ Եվ ինչ են ասում գրել, որ տեսեք, ծաղրում են, ասում է, բանա, ասում են հեսա համարյա պատերազմ է մի խոսքով սկսելու, հա, ու ասում է տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձ քաղաքական շրջանակները ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունը, որտեղ նա կոնկրետ ասում է, որ պարանը քայլեր է, հա, անելու գաղտնազերծելով Փաշինյանի ու Դուշանբեի հանդիպումը, երկխոսության բովանդակությունը, որտեղ ասել էր, որ Ալիևը ասել էր, որ Փաշինյանը իրենից ժամանակ է խնդրել Հայաստանում իր իշխանությունը ամրապնդելու հետո, որից հետո խոստացել է Ղարաբաղի հարցում ադրբեջանցիների համար լուծում գտնել։ Եվ ասում է, այս երբ ոնց են սկսել, ասում է, սեփական իշխանություններին չհավատալ, Ալիևին ասել եւ այլն։ Ու պիտակավորում էին բոլոր այդ մասնագետներին, զինվորական, վերլուծաբան, միջազգային թե ասում է, տեսեք, բան են անում, ասում են, բան, կեղծ քարոզ են տանում, որ համարյա պատերազմ է։ Հաջորդ օրը պատերազմն է լինում։ Նույն բանն է տեղի ունենում, թմրեցնում են, բթացնում են մարդկանց, հա, այդ խաղաղություն, լեգիտիմություն, որի հետ կապ չունեն։ Ստամոքսին եւ ականջին հաճո բառեր։ Հա, մենք պետք է հասկանանք, այս սա էլ ասեմ, հա, ու առավել եւս դու ավելի բան խոսես, մասնագետ ես այդ ոլորտների, նույն Սաքսը, որին մեջ բերում եմ, մեզ այդ զրույցում Ռազմիկի հետ Մարտիրոսյան զրույցում ասում է, որ ապշած էր Վաշինգտոնյան այդ հանդիպումից, այդ թուղթը, որ որակում են որպես խաղաղություն եւ այլն խաղաղություն են բերել, ասում է ապշած եմ, հա, Հայաստանի իշխանությունը ոչ խելամիտ քայլ են արել, դա ինչ խաղաղություն, ասում է Աստված իմ, դա ինչ խաղաղություն պիտի բերի, եւ ասում է հակառակը Հայաստանը ներքաշում են Իրано-իսրայելական նոր պատերազմի, շատ մեծ պատերազմի մեջ։ Վտանգը հիմա ասում են, վայ տեսեք, չար են, նախանձ են, չեն ուզում, չես ուզում խաղաղություն, չեմ ուզում, չեք ուզում ոչ մեկ, այսինքն ոնց կարա մարդը չուզի խաղաղություն։ Սեկտա են, սրանք սեկտանտի հոգեբանություն ունեն։ Չես հավատում Աստծուն, չես հավատում այդ հիստերիկ այդ նոպատիկ վիճակներում, որ հայտնվում են, չէ՞ դրանք։ Սրանք էլ քաղաքական աղանդավորներն են ունեն։ Չես ուզում խաղաղություն, չէ, ուզում եմ խաղաղություն։ Բայց իմ ուզած խաղաղություն եւ քո ուզած կամ քո առաջարկած խաղաղությունը սարեր ձորեր տարբերություն կա։ Քոնը պատերազմ է բերում։ Նիկոլն է բերում պատերազմ։ Ընդ որում ոչ միայն ներքին, ոչ միայն ռեգիոնալ, նաև համաշխարհային ուժերի պատերազմ է բերում այս տարածաշրջանը։ Նիկոլը լարած ականներ, լարած ռումբեր է դնում հայկական պետականության տակ առաջիկա 10-15 տարվա համար։ Ամենամեծ վտանգը այստեղ է։ Այս Նիկոլ ինքը դերակատար է։ Քիչ առաջ խոսում էինք ովքեր են։ Դե հա, աթորը այո, Հանես անվտանգության բարձիկը, այդ աթորը, որի վրա նստած է ու դրսի ուժերը պահում են, վերջացավ, ինքը չկա, դրա համար ես հաճախ ասում եմ, ինքը չկա, իշխանություն չկա Հայաստանում։ Չկա, բարդակ է բոլոր առումներով։ Դու չես անի դա, ես չեմ անի, ազգային դաշտը չանի։ Դե անի մեկը։ Ինքը անում է։ Ընդհանուր քաստինգը լավ են, լավ ընտրված են, իրենից սկսած բոլոր ԿՊԱ-ականներով լավ քաստինգ անցած են։ Հրաշալի։ Երեք մեկը ասում է, լավ է, Մարինեն Պետրոսյան լավ բերանին եկավ, հա, բանաստեղծման։ Ասում է, Վանը հայկական չի։ Հենց այդպես։ Որտեղ է ասել։ Լրատվամիջոցներից մեկի եթերում, իբրև թե բանավեճ էր, բայց ես Մարինեին խորհուրդ կտամ, ընդհանրապես դիմացինին մի հատ իմանալով նոր գնա բանավեճի։ Հասկանում եք, ստի Վանը հայկական չի։ Հա։ Կարող է ուզել ասի տուշ պայնա հայկական։ Հասկանում ես։ Ինչ ասեմ, ես ասել եմ վերջում ամենավերջում մի հատ էլ գենետիկ թեստ կանցնենք, կհասկանանք էլ ինքը ընդհանրապես հայկականության հետ որևէ աղերս ունի թե ոչ։ Աղերս ունի թե ոչ։ 18 թվականին եմ ասում մի հատ գեներոստուգեք սրա։ Երկու հայտարարություն Արցախի հետ կապված 18 թվականին ասել եմ գեներոստուգեք։ Եվ իրոք կարող է պետք է ստուգել։ Աբրամ վերջում վերադառնալով էս ամեն ինչին, հա, քաղաքականություն մուտքդ եւ այս process-ը։
Այո, ես էլ եմ համոզված, որ սա կատարածու է եւ շատ լավ ընտրվել են այս դերակատարները, շատ լավ փորձաշրջան են անցել, դասընթացներ են անցել, դրա համար սրանց շատերին եթե նայում ես ֆունդամենտալ կրթություն չունեն իրենց կենսագրությունը։ Մի քիչ դասընթաց ստեղ են անցել, մի քիչ դասընթաց մի քանի ամսով ստեղ են անցել, մի տարով ստեղ են անցել, այսինքն sense գնացել են, կենսագրություն չկա, այս դասընթացին եմ մասնակցել, ես չգիտեմ, վերջում էլ TOEFL եմ հանձնել, չգիտեմ ինչ որը։ Այսինքն այո, եթե Փաշինյանի տակից հանում ես արտաքին քաղաքական կենտրոն, աշխարհաքաղաքական այդ որոշ կենտրոնների աջակցությունը, տակը բան չի մնում։ Ստացվում է, որ Հայաստանում ընդդիմությունը կռիվ է տալիս ոչ թե հա մի քաղաքական ինչ որ ուժի հետ, որտեղ այդ ուժը հենց որ չլինի դա դրանց հետք չի մնալու, հա, ընդհանրապես։ Բայց հիմա դու ինքդ խոսեցիր աշխարհաքաղաքական կոնսենսուսի մասին։ Որևէ մեկը, որը ընդդիմադիր դաշտից հայտ է ներկայացնում, իրական ընդդիմադիր դաշտից, ինքը կռիվ է տալիս այդ կենտրոնների հետ։ Եվ դու ինչպես նշեցիր, Հարավային Կովկասում հիմա այդ կոնսենսուսն է ձևավորվում, այդ շահերն են ձևավորվում, բոլորը իրենց շահեր ունեն, Չինաստանն էլ ունի, Հնդկաստանն էլ ունի, Պակիստանն էլ ունի, Ռուսաստանը առաջնահերթորեն ունի, Թուրքիան եւ այլն, հա, Իսրայելը, Բրիտանիան եւ այլն, նույնիսկ Ֆրանսիան։ Հիմա ինչ է կանելու, ինչպես պետք է այդ պատը ճեղքել, այդ կոնսենսուսը, եթե օրինակ ասենք թե կոնսենսուսի արդյունքում որոշում են այդ կենտրոնները, որ Նիկոլ Փաշինյանը իրենց ձեռնտու է դեռ։ Ինչ է լինում։ Ինչ է արվում։ Ինչ պետք է անել։ Սատիկ ջան, ասածս կամ վերլուծածս ամենև ինչի նշանակում անզորության կոչ։ Բնականաբար։ Ես դա հասկանում եմ։ Եվ չմտնելով ծայրահեղությունների գիրկը, հա, կոնսպիրոլոգիայի դաշտ եւ այլն, այնպես չի, որ ոնց դրսում որոշել են, այդպես պիտի լինի, դա նշանակում է հենց նիկոլական քարոզչություն։ Այն որ ամեն ինչ ախպեր որոշած է, մենք ինչ կարանք անենք, հա, այս տրամաբանությամբ։ Չէ, ամեն ինչ որոշած չէ։ Եթե ամեն ինչ որոշած լիներ, Սևրի պայմանագիրը կյանքի կկոչվեր։ Որ ուղղությամբ աշխատում էին, հենց չէր փոխարինվի Լոզանով։ Եթե մինչև 23 թվականի հոկտեմբերի 20 թուրքական պետության հռչակումը Քեմալի ղեկավարած ազգայնական շարժումը չլներ, Թուրքիան 10 կտոր էր բաժանվել, բայց ինչպես մնաց։ Լեզու գտան եւ աշխատեցին։ Այդ ֆատալիզմին հանձնվելը ես մերժում եմ։ Եվ շարունակում եմ վստահել հավատալ հենց դες 44 օրյայի հիշատակման օրը իդեպ այս ամբողջի մեջ նոր մի քիչ առաջ որ ասում էի դեմորալիզացիայի հասարակության որ 10-15-20 տարի հետո ենք տեսնում դա հոգեբանորեն նաև ապացուցված է 15-20 տարին չեմ ասում հենց այնպես որովհետև 1.5 սերունդ է պարունակում իր մեջ դպրոցական ինչու հոլոկոստի օրը, զոհերի օրը որոշում են փոխել որպես հայկական հիշատակի զոհերի հիշատակի օր։ Ոնց կարելի է սեպտեմբերի 27-ը փոխարինել հունվարի 27-ով լուրջ։ Ինչ կապ ունի հոլոկոստի հետ։ Դա անում են Ռուբինյանը, որը Թուրքիայում գիտենք մենք այդ ամեն ինչը։ Ինչ գործն է, ինչ կրթություն է ստացել եւ զոհվածի հոր ձեռքով։ Այո։ Դե Նիկոլը հրաշալի է աշխատում, Սաթիկ ջան։ Ինքը գիտի ում ձեռք սեղմի, որ գաղափար արժե ձեռքի։ Իր ձեռք սեղմած գեներալը պաշտոնի համար մնաց, վերջում տեսա ինչ արեցին իրեն։ Դե քանի անգամ ասես, քանի հազար անգամ բացատրես ասես։ Գեներալ, որ գեներալ կոչում շնորհեց, հետո ասես Բաքսից գողացել, քեզ դե արժե ձեռքին կամ չգիտեմ ինչ անեմ, գաղափարն է արժե ձեռքում դրանով։ Հիմա էլիս հարց եմ տալիս դրա համար, որևէ ռացիոնալ մեկը թող ինձ բացատրի հայոց հողի եւ պետության պաշտպանության համար իր կյանքը նվիրաբերած մի քանի երրաբլուր տված հայ ժողովուրդը ինչ կապ ունի հունվարի 27-ի հետ հոլոկոստի զոհերի հետ կասես մանավանդ հաջորդ օրը բանակի օրն է այո հունվարի 20 ուրեմն նույն գիծն է դեմորալիզացիան տանում են մինչև վերջ հիմա ասածս այն է որ
Մենք ոչ թե պատերազմ ենք հայտարարում միջազգային հանրությանը, որը գտնվում է արդար եւ այլն։ Դավաճան չկա դրսում։ Օտար պետությունը կամ ընդհանուր թշնամի դավաճան չի լինում։ Ինքը իր շահերն է հետապնդում։ Դավաճան ներսում է լինում։ Ու ընդ որում այդ դավաճանը այնպես չէ 30 դահեկանա 10, արծաթը 10, ասես արի դավաճանի կամ էսարը։ Ոչ։ Եթե դու այստեղով իսկ դավաճանել ես քո հայրենիքին, դադարել ես ծառայել նրան եւ իր շահը պաշտպանել, դու արդեն իսկ 5-րդ շարասյուն ես։ Մեզ դրսից թշնամի պետք չի։ Ես ասել եմ ամենամեծ թշնամին հայ ժողովրդի կառավարության հանրապետության մեկ հասցեում է գտնվում։ Մեր հասցեն այդտեղ է։ Ես անկեղծ եմ ասում, այ քանի որ ամփոփում ենք ու բազմիցս են ասում, ես պատերազմի ժամանակ նաև մի լոզունգ կար, չէ, որ ասում է հաղթելու են Թուրքին եւ նրա կովկասյան սորտին։ Ինչու էր դա ասվում։ Չէի լսել դա։ Ես իմ բոլոր հաղորդումները դրանով էի փակում։ Ինչու մենք լավ, չեմ հիշել։ Ինչի՞ էս այդտեղ չէի տեսնում, չէի կատարում։ Լուրջ։ Սեպտեմբերի 29-ից բարձր ինձ։ Ամեն ինչ։ Բայց տղերքի աչքերի մեջ նայելով դու տեսնում ես այդ հաղթանակը։ Ես քեզ հավատացնում եմ, Սատիկ, եթե Երևանից արգելքը չլիներ, նույնիսկ մեր այդ ամենաանկազմակերպ վիճակով եւ անպատրաստ լինելով, մենք պատրաստ չենք այս պատերազմին։ Ոչ մի առումով։ Ու հիմնականում թիկունք ճակատ լոգիստիկայի ապահովման հարցում։ Շատ հարցերում։ Բայց ես քեզ հավատացնում եմ, եթե Երևանից ոչ թե օժանդակող արգելող հանգամանք չլիներ, խանգարող, խոչընդոտող։ Այո։ Մենք նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր շատ ավելի լուրջ հարցեր կկարողանայինք լուծել, քան մինչև նոյեմբերի 9-ը։ Մինչև հոկտեմբերի 18-ը դու նահանջ հրամանով ես եկել։ Քո տղերքը մինչև վերջ պահել են։ Ես եղել եմ, չէ, տեսել եմ, չէ։ Ադրբեջանցի զինվոր ինքը վախենում էր դուրս։ Ինքը լավ գիտի հային։ Դու Երևանից ես դավաճանվել։ Հիմա որ ասում Արցախցին չկռվեց, չէ, սրանց բերանը ծամոնա դարձել։ Ես լուրջ եմ ասում, դու պատերազմի դաշտում Արցախցի տեսած կաս արա։ Ընդհանրապես դու Սյունեցու տեսած կաս պատերազմի դաշտում։ Արմավիրցու տեսած կաս այդ պատերազմի ժամանակ Երևանում ձեր օֆիսներում նստած ինչ որ ձենից վերան բաներ էիք խոսում։ Ճիշտ սխալ էիք անում։ Բան էին անում։ Կանխիկով զրահաբաճկոններ էին առնում թվերով։ Հետո հայտնվում էին դրանք ինչ որ վաճառակետերում եւ այլն։ Հետո վազվրատ էին անում այդ փողերը, շատ լավ գիտեմ։ Մի խոսքով մախինացիաները ինչպես տեղի ունեցան Հայաստան համահայկական հիմնադրամի, չգիտեմ եւ այլն։ Ասածս այն է, որ մարտական ոգի նույնիսկ այդ պայմաններում շատ բարձր է եղել։ Ես իմ նախկին ուսանողներին եմ տեսել այդտեղ, Սաթիկ ջան։ Տասնյակներով էին ու տարբեր մարտունուց մինչև մարտակերտ, որտեղ ուզես։ Եվ քեզ ասում եմ, Հադրութից նահանջ է եղել, Ջաբրայելից նահանջ է եղել, նահանջ հրամանով են եկել։ Այդ մարտիկ ոչ մեկը իր դիրքը չի լքել, ոչ մեկը փախուստի չի դիմել, մնացած այդ ամեն ինչը այն հեքիաթն է, որ հյուսեցին սրանք, այդ այսպես կոչված սպասվող կանխատեսելի պարտությունը շատ հանգիստ մատուցելու համար եւ ժողովրդին ասում դե արյուն թափվեց չեն կարող։ Հա, դասալիք եք։ Մեկ Ալիևն էր ասում, մեկ Աննա Հակոբյանը, մեկ Նիկոլ Փաշինյանը։ Հա, մեր զինվորին դասալիք ասողները դրանք են եղել։ Դրանք։ Այո։ Շնորհակալ եմ Աբրահամ, ինչպես միշտ շատ հետաքրքիր զրույցի համար, շատ հետաքրքիր ու թեմաներ կա, որ պետք է բացել, բայց այսքանը առանձնացրել էի բաներ, բայց շատ շնորհակալ եմ քեզ հաջողություն, որտեղ քո հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ եթերում Կիրակնորյա դասեր հաղորդաշարն էր, բաժանորդագրվեք եւ տարածեք իմ հյուրն էր Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Կհանդիպենք։